չեմ ապրի այդ ներքին ողբերգությունը, որ ես գուցե եւ չմայրանամ։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ճշմարտությունը եւ իր բանաձևը երջանիկ լինելու համար կարող է լինել կյանքի իրավիճակը այնպես, որ դու գնահատում ես քո կյանքը այնպեսին ինչպեսին հիմա կա, բայց ուզում ես նաեւ այլ բան։ Եվ կա մի բան, երբ դու չես էլ ուզում փոփոխություն։ Բնազդը մայրական մեզ հետ ծնվում է։ Չկա այդ երազանքը իմ մեջ, եւ ես դրան երբեք չեմ նայում որպես երազանք։ Իմ մեջ կա ավելի շատ ժամանակի ընթացքում ձևավորված պատասխանատվություն այդ երևույթի հանդեպ։ Երեխան պետք է ծնվի եւ մեծանա լիարժեք առողջ ընտանիքում, որպեսզի լինի առողջ մարդ, լիարժեք մարդ, առողջ քաղաքացի, կամ պետք է լինի իմ ուզած իդեալական տարբերակը, կամ պետք է չլինի։ Դրանից դու որպես անձ, որպես մարդ, որպես կին չես իմաստազրկվում։ Մայրանալը միակ առաքելությունը չի մեր։ Ամենագեղեցիկ առաքելությունն է մեր, բայց ոչ միակ։ Գուցե իմ կյանքում հայտնվի մարդ, ասեմ, վայ, իր հետ այս մյուս էտապին ենք անցնում եւ ես դա ուզում եմ իր հետ։ Եթե հարաբերությունները սիրուն չեն ավարտվում, ուրեմն հաստատ դա իմ մեղքով չէ։ Քո նշանադրության պատմությունը սիրուն չավարտվեց։ Ոչ, սիրուն չավարտվեց, բայց կարևորը ավարտվեց։ Այդ հարաբերությունից հետո ես շատ հասունացել ու շատ պնդացել եմ։ Խնդի պես սիրահարվող ես։ Առաջ շատ, հիմա այդքան չէ։ Հարաբերությունները կարող են ավարտվել եւ պետք չէ դրանից արգել ողբերգություն, միևնույն է, մենք շատ լավ հասկանում ենք եւ մեր փորձից եւ մյուսների փորձից, որ կյանքը շարունակվում է։ Եթե քո կյանքում էլի լինի նման բան, միևնույն է դա անցնելու ես։ Շատ մեծ համարձակություն է պետք, որպեսզի կինը ճաղատանա։ Մեծ ցանկություն ունեմ։ Եթե սազում է, ճաղատ կանեք շատ գեղեցիկ է։ Ինձ մոտ տպավորություն է, որ ես ապրում եմ հենց այդ ժամուկից 2 ժամը որ բեմում եմ։ Կար ժամանակ, երբ դու սերիալներից էլ ինչ-որ առումով հրաժարվել էիր, որովհետև որակական որոշակի պահանջներ ունեիր։ Երբեմն նկատում ես, որ կոմերցիոն ներկայացումները թատրոնն են ուտում։ Այդ չի խանգարում։ Կար շրջան, երբ ինչ-որ դադար էր, տպավորություն էր, որ կարող է ավարտվել է իմ մասնագիտական կյանքը։ Այդ շրջանները իհարկե հետաքրքիր խմորումներ տվեցին եւ ավելի մեծ ուժ հավատալու, որ ամենահետաքրքիր բաները դեռ լինելու են։ Ու այդպես էլ եղավ։ Ես ինչքան ինձ հիշում եմ, ես երազում էի մենակ ապրել։ Եղել են շրջաններ, երբ ակամայից հարաբերություններ ես փչացրել ծնողներիդ հետ։ Եղել են այդպիսի ցավոտ օրեր, հայրս շատ ավելի մեղմ է եւ ավելի հեշտ ենք կոմունիկացվել իր հետ, հայր եւ դուստր փոխհարաբերությունները միշտ ուրիշ կերպ են լինում։ Հայրերը միշտ անկախ իրենցից շատ մեղմ են դստերի հետ եւ մենք էլ այսպես ավելի շատ սիրում ենք, հա, հայրերին լսել, իրենց ուզածով անել։ Մայրերի եւ աղջիկները մի փոքր տարբեր են։ Ես եմ ճիշտ, թե դու ես ճիշտ։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս ես։ Live room-ում այսօր Ռոզի Ավետիսովան է։ Ողջույն Ռոզի։ Ողջույն։ Բախտս բերեց, ես քեզ հաղորդման հրավեր արեցի մինչև քո սերիալում նկարահանվելը, թե չէ քեզ մոտ տպավորություն էր լինելու, որ սերիալում խաղացիր եւ հրավիրեցի քեզ հարցազրույցի։ Իրոք լինելու էր այդ տպավորությունը, անկեղծ ասելու էի, ահա, տեսակ է սերիալների դեպքում ոնց է լինում, բայց ամեն դեպքում ամեր մոտ այդպես այսպես մի ոդկ շուտ եղավ այդ ամբողջը։ Հաճելի համընկնում էր սա։ Դու բավականին երկար դադարից հետո սկսեցիր նկարահանվել սերիալում։ Ինչու այսպիսի որոշում կայացրեցիր։ Առաջինը երևի մոտ 6 ամիս, 7 ամիս դադար էի ունեցել նկարահանումների։ Ես հիվանդանում եմ, երբ ինչ-որ շրջան շատ ակտիվ չեմ աշխատում եւ չեմ ունենում նկարահանումներ։ Իմ մոտ պետք է բալանսավորված լինի եւ թատրոնը եւ նկարահանումները։ Ու երկուսն էլ պետք է լինեն ու երկուսն էլ պետք է համատեղվեն։ Բայց այդ դադարից հետո հասկացա, որ շատ ուզում եմ ասենց ինչ որ ակտիվ ռիթմի մեջ աշխատել ու այն པարզ տրամաբանությամբ, որ պետք է վախենալ քո ցանկություններից, դրանք լինում են եւ լինում են երբեմն արագ, ես ունեցա միանգամից 2 նախագծի ստարտ միաժամանակ ու որից մեկը սերիալն էր, պատճառներից մեկն այն էր նաև, որ ես վաղուց չէի եղել սերիալում։ Ինձ հետաքրքիր ինչպեսին է ինձ հանցատեսը հիմա տեսնում սերիալում, ինձ հետաքրքիր է ես ինչպես եմ դիմակայում այդ process-ին։ Ինձ հետաքրքիր էր կերպարս, ինձ դուր եկավ կերպարը եւ ես հասկացա, որ այո, ես խաղալու շատ բան կունենամ եւ գուցե այն կանացի բնավորությունների մեջ ինչ որտեղ, որը ես ինքս եմ սիրում։ Դրա համար այսպես շատ սահուն, այսպես ասած, հետ վերադարձ եղավ դեպի սերիալ։ Բայց դու ժամանակին մտադրված էիր հրաժարվել սերիալներից։ Մի պահ մտադրված էի եւ ինքս մերժում էի, չէի ուզում մի քանի նախագիծ, որովհետեւ հասկանում էի, որ գուցե նյարդերս չհերիք են այդ երկար process-ին, հա, որովհետեւ տարի է ձգվում
եւ ասում եի գուցե կեսից հոգնեմ, եւ իրոք այդպես է լինում, գալիս է մի ընթացք, չեն կարող այդ փաստը շղթել, որ գալիս է եւ գալու է մի ընթացք, եւ դու հասկանում ես, որ այո, դու ինչ որ չափով կերպարից հոգնել ես, դու ինչ որ չափով հոգնել ես այս ընթացքից, ինձ իմանալով նաեւ, ես ինքս նաեւ այդպեսին եմ, նույն բանից շատ շուտ հոգնում եմ եւ սա գուցե բնավորության վատ կողմ է եւ սա շատ տեղերում է դրսեւորվում, դրա համար անդադ փորձում եմ ճկուն լինել եւ տարբեր տեղեր եւ մի քիչ կարճ ժամանակներում հայտնվելու դուրս գալ, որ ինքս էլ չձանձրանամ եւ այդ մոտիվացիան ու էնտուզիազմը չկորի։ Ամեն դեպքում գիտես, որ շատ դերասաններ շատ վերապահումով են մոտենում սերիալներին։ Դու իրականում այդ մոտեցումը ունես, թե ոչ։ Որակական առումով ես ունեմ պահանջներ, որոնք ինձ չեն բավարարում իհարկե, եւ ես դրա մասին բարձրաձայնում եմ եւ դա թաքցնելու չի, բայց այն որ ամեն դեպքում մենք այնտեղ ենք, որտեղ անում ենք մեր աշխատանքը, եւ դա մեր գործի մի մասն է եւ ամբողջ աշխարհում շատ դերասաններ սերիալում աշխատում են, սկսում են սերիալից եւ փորձ են ձեռք բերում այնտեղ եւ փորձից հետո շարունակում են նկարահանվել։ Դա վերջի այն հարթակն է, որտեղ պետք է դերասանը աշխատի եւ պետք է դերասան աշխատի։ Շատ անգամ մենք զիջում ենք մեր տեղը եւ այնտեղ հայտնվում են մարդիկ, ովքեր չեն տիրապետում մասնագիտությանը եւ այդ որակական մի ուրիշ անկում է բերում նաեւ իր հետ։ Եվ շատ անգամ ինչ որ մտածում եմ, որ գուցե դա նաև դերասանների սխալն է։ Գուցե պիտի հենց դերասանները մնան այնտեղ ու ինչ որ մասով իրենք նաև թելադրող լինեն, թե պրոդուկտը ինչպեսին պիտի լինի եւ ինչ որակի։ Իսկ դերասանների եւ ոչ դերասանների հայտնվելը մի կադրում խնդիր ստեղծում է քեզ համար։ Քեզ դժվար է խաղալ մասնագիտությամբ ոչ դերասանների հետ, թե ամեն դեպքում կան մարդիկ, որոնք բնատուր շնորհք ունեն եւ նաեւ բաց են սովորելու համար։ Կան մարդիկ, որ ունեն այդ շնորհքը, կան մարդիկ, որոնք իսկապես ուզում են սովորեն, քեզնից են ուզում սովորեն, մյուսից են ուզում սովորեն եւ դու այդ ձգտումը տեսնում ես։ Կան մարդիկ, որոնք իծնե չունեն այդ հնարավորությունները եւ իրենք չեն կարող, բայց իրենք ուզում են լինել հայտնի եւ իրենք քո հետ մեկ կադրում հայտնվում են։ Ինձ համար իհարկե դժվար չէ, ես միևնույն է հասկանում եմ, ես ինչ պետք է անեմ, բայց դու հասկանում ես, որ դիմացդ երբ պրոֆեսիոնալ դերասան է եւ քո պարտնյորը գիտի ինքը ինչ է անում եւ ինչ բան է դերասանի մասնագիտությունը եւ ոնց է խաղում, դա իհարկե քեզ հնարավորություն է տալիս նաեւ դու էլ լավ խաղաս, ստեղծես քո խաղընկերների հետ այդպիսի քիմիա եւ դուք ավելի լավ արդյունք տաք, քան կարող եք տալ մի պարտնյորի հետ, որը ուղղակի չի տիրապետում մասնագիտությանը։ Ռոզի, քո դեպքում մի հետաքրքիր ֆենոմեն կա, անկախ նրանից, հա, դու սերիալներում երկար ժամանակ նկարահանվում ես թե ոչ, գրեթե նախագծերի պակաս չես ունեցել։ Մի կողմից ասում ենք Հայաստանում այդքան ֆիլմեր չեն նկարահանվում, մյուս դեպքում տեսնում եմ, որ դու անընդհատ ունես զբաղվածություն, անընդհատ ունես հրավերներ եւ անընդհատ ամեն դեպքում քո մասնագիտական գործունեությունը ծավալելու հարթակներ ունես։ Դա մի կողմից շատ հրաշալի մի բան է, երբ մարդը մասնագիտական դադար չի ունենում։ Մյուս կողմից մեր ոլորտի մարդիկ կանգնում են վտանգի առաջ լսարանին հոգնեցնելու։ Կա վտանգ լսարանին հոգնեցնելու, բայց ես կարծում եմ իմ բախտը շատ հարցերում բերել է այն առումով, որ շատ տարբեր բաներ եմ ես խաղում։ Եվ իմ հերոսուհիները մեկը մյուսից տարբեր են, եւ ֆիլմերն են տարբեր, եւ լսարաններն են նաեւ տարբեր։ Շատ անգամ հեռուստասերիալի լսարանը ուրիշ լսարան է։ Թատրոնի հանդիսատեսը ուրիշ մարդիկ են, մեծ կինոյի հանդիսատեսը ուրիշ հանդիսատես է։ Այս ասում եմ նաեւ այն փաստից, որ երբ մի շրջան հեռուստասերիալներում չէի նկարվում, բայց ակտիվ ունեի ամեն տարի մեկ գեղարվեստական ֆիլմ։ Բայց մարդիկ ինձ տեսնում ասում են դուք էլ չեք խաղում, դուք էլ չեք զբաղվում ձեր մասնագիտությամբ։ Ես հասկանում եմ, որ այն տոկոսն է հանդիսատեսի հեռուստադիտողի, որը որ սերիալ է նայում, բայց չի նայում մեծ էկրանին ֆիլմ, չի նայում այս մյուս հարթակների, հա, կինոդարան ունենք, Artflix ունենք հիմա, երկու լավ ակտիվ գործող հարթակ ունենք, բայց իրենց հանդիսատեսնել տոկոսի առումով շատ փոքր է դեռ։
աճում է իհարկե այդ թիվը տարին տարվա վրա, բայց դեռ հեռուստասերիալի տոկոսին չի հասել։ Եվ ես հասկանում եմ, որ այո, սա հեռուստասերիալի պակասն է։ Ու երևի թե հենց այդ տարբեր բաներ, տարբեր բնավորություններ խաղալն է, եւ ես ինքս էլ եմ հենց դերերն այդպես ընտրում, որ իմ հերոսուհիները չկրկնվեն, չլինեն իրար նման։ Ես հետաքրքիր փորձ ունենամ, ես աճելու տեղ ունենամ, ես խաղալու ինչ-որ նյութ ունենամ, որը ինձ ծանոթ չի եւ ես կգտնեմ մի նոր բնավորություն եւ ինձ հերոստատիտողն էլ եւ հանդիսատեսն էլ կտեսնի նոր գույներով։ Մեր մասնագիտությունը ամեն անգամ այդ քննություն է վերջը եւ մենք ամեն անգամ ուզում ենք այդ քննությունը հանձնել լավ եւ հանձնել նորովի։ Դրա համար երևի թե գուցե չեն ձանձրանում այդ իսկ պատճառով, բայց եթե տենց շատ չեմ եղել ես ամեն դեպքում էկրաններին։ Դու անընդհատ նկարահանվում ես տարբեր գեղարվեստական ֆիլմերում, տարբեր նախագծերում, բայց գուցե կոպիտ հնչի, բայց երբ սերիալներում ես նկարահանվում, մի անգամից շատ ավելի մեծ աժիոտաժ է ստեղծվում քո անձի շուրջ, քան այն ժամանակ, երբ դու շատ ակտիվ խաղում ես թատրոնում, խաղում ես ֆիլմերում։ Լսարանի առումով սերիալը իր շատ մեծ գործը անում է, որպես դերասանուհի սրտնեղում ես, որ իրավիճակը այսպիսին է, թե շատ ավելի հանգիստ ես վերաբերվում։ Շատ հանգիստ եմ վերաբերում։ Ինձ գուցե սրտնեղի այն փաստը, որ մեր սերիալները չունեն այն որակները, որոնք մենք իհարկե տեսնում ենք դրսի պրոդուկտի դեպքում, գուցե այդ փաստից միայն, բայց ոչ երբեք նրանից, որ տեսեք սերիալից ես ավելի ճանաչված եմ լինում, իսկ մեծ ֆիլմերում ինձ նկարահանվում եմ տարիներ շարունակ, բայց ինձ կարող ավելի քիչ մարդ ճանաչի։ Այդտեղ վիրավորվելու բան չկա, որովհետև որոշողը դերասանը չի եւ դա մեր մեղքով չի։ Բնականաբար կինոթատրոն ավելի քիչ են գնում։ Բնականաբար վճարովի հարթակներից ավելի քիչ են օգտվում։ Մենք ունենք քաղաքներ, որտեղ մարդիկ օրինակ կինոթատրոն չունեն։ Եվ այդ մարդիկ չեն կարող գնալ կինոթատրոն եւ մեծ էկրանին չեն կարող ֆիլմ դնել։ Այնպես չի, որ ես քիչ հայտնի լինելուց կամ քիչ ճանաչված լինելուց սրտնեղում եմ, որտեղ միշտ ասել եմ, որ դա իմ մասնագիտության իմ չսիրելի կողմն է։ Այդ մեզ զրկում են պարզ մարդկային ազատությունից, որոնք մենք ունենք եւ որոնք տրված են շատ ուրիշներին, ովքեր հանրային մասնագիտությամբ չեն զբաղվում։ Դու անընդհատ աչքի առաջ ես, բոլորը քեզ հետևում են եւ երբեմն շատերը պարզ մարդկային սխալներ չեն կարողանում իրենց թույլ տալ եւ անդադ զգոն են, անդադ ձգված են։ Ես իհարկե այդպես չեմ, բայց շատ մարդիկ կան իրենց վրա կյանքում իրենց կյանքի որակի վրա նաեւ դա ազդում է։ Այնպես որ ես չեմ բողոքում, որ երբեմն կարող է ճանաչված չլինեմ, ուրախանում եմ, ասում ինչ լավ է, ես հիմա ազատ մարդ եմ այս պահին։ Ռոզի, քանի որ առողջ մաշկը սկսվում է մաքուր մաշկից, իմ գործընկեր Լուսին Օրգանիկսի կողմից նվեր ունես։ Շնորհակալ եմ։ Սա նուրբ շերտազատող սկրաբ է ավոկադոյի մրգի փոշուց եւ խաղողի կորիզներից, որը ամենանուրբ ձևով շերտազատում է մաշկը, խորը մաքրում է իրականացնում, փոքրացնում է ծակոտիները, հեռացնում է մաշկի մահացած բջիջները եւ հրաշալիորեն ազդում է մաշկի որակի վրա։ Լուսին Օրգանիկսը 100% բնական մաշկի խնամքի միջոցներ է ներկայացնում եւ վստահ եմ, որ օգտագործումից հետո շատ գոհ ես լինելու ու քո երիտասարդ տեսքը պահպանելու եւս մի բնական միջոց ես գտնելու։ Մեծ սիրով, շնորհակալ եմ շատ։ Աղջիկը, որը երազում էր դերասանական կարիերայի մասին, իրականացրեց իր բոլոր երազանքները, թե ճանապարհին հասար, բայց ցանկությունները միշտ չէ, որ քեզ տանում են այնտեղ, որտեղ որ պետք էր։ Իմ դեպքում երեխան հասավ իր երազանքներին, որովհետև ես ինչքան ինձ հիշում եմ, երևի 5-6 տարեկանից ես որոշել էի, որ պետք է դառնամ դերասանուհի։ Ես կարծում եմ, որ այո, այն հնարավորությունները, որոնք կան այստեղ եւ ինչ որ ես կարող եի անել, ոչ 100%, բայց գուցե 80%-ը ես իրականացրել եմ, թե լինի դա թատրոնի դեպքում, թե կինոյի դեպքում, թե հեռուստասերիալի, թե ինքս ինձ որպես դերասանուհի գնահատված ու բավարարված զգալու առումով ես այն իրականացրել եմ եւ այո, այդ երազանքն իրականացել եմ ես հիմա դա կարող եմ հանգիստ ասել։ Իսկ հեշտությամբ տրվեց այդ երազանքի իրականացումը։ Ոչ, որովհետեւ այս մասնագիտությունը առհասարակ հեշտ չի տրվում։ Ստեղծագործող մարդու ճանապարհն առհասարակ հեշտ չի եւ նաեւ այդ դժվարություններն են մեր մեջ ձևավորում մասնագիտական բնավորություններ։ Կխափեմ, որ ասեմ հեշտ է եղել, հեշտ չի եղել, բայց
այդ դժվարությունները նաև հաճելի էին հիմա որ վերհիշում եմ եւ հասկանում եմ որ ոչինչ չի ուզի փոխել եւ կուզեի նույն կերպ անցնել այդ ճանապարհը։ Իսկ որոնք էին ամենաբեկումնային կետերը քո ճանապարհին։ Երևի առաջին կետերից մեկը հիմքը ամեն դեպքում ինստիտուտի տարիներն են եւ այն մարդիկ ում ես հանդիպեցի իմ կուրսի ղեկավարը պարոն Վահե Շավերդյանը լուսահոգի իմ դասախոսները իրենց հավատն իմ հանդեպ եւ իմ հավատն իրենց հանդեպ, իմ սերն իրենց հանդեպ եւ այդ մեծագույն ակնածանքը։ Հետո կային տարիներ, որոնք շատ пассив էին եւ բավականին դեպրեսիվ էին ինձ համար ու խմորումների տարիներ էին։ Ինչու՞։ Որովհետեւ կար շրջան, երբ ինչ որ դադար էր, կար շրջան, երբ տպավորություն էր, որ կարող է ամեն ինչ ավարտված է, կարող է ինչ-որ բան սխալ է եղել, կարող է այդպիսի մտքեր եղել են, կարող է սխալ եմ ընտրել մասնագիտությունս, կարող է ավարտվել է իմ մասնագիտական կյանքը, այսպիսի հարցեր եղել են։ Քիչ էին։ Այո, հրավերները քիչ էին, նախագծերը քիչ էին, ես ինքս ինձ գտնելու փնտրտուքների մեջ էի, բայց հետո հասկացա, որ չէ, ոչ մի բան սխալ չի, ուղղակի բոլորի կյանքում լինում են դադարներ, պետք են այդ դադարները, պետք են այդ խմորումները, այդ բնականon ընթացք է։ Եվ գուցե կապ չունի մասնագիտությանը, ցանկացած մարդ այդ իր կյանքում ունենում է այդ շրջանները եւ պետք չի դրան ծայրահեղ տրագիկ կերպով վերաբերվել եւ ասել օй սա ավարտ է, վերջ, չգիտեմ, երազանքը չիրականացավ, ամեն ինչ փլուզվեց։ Չէ, այդ շրջանները իհարկե հետաքրքիր խմորումներ տվեցին եւ ավելի մեծ ուժ հավատալու, որ ամենահետաքրքիր բաները դեռ լինելու են։ Ու այդպես էլ եղավ։ Այդ դադարները բայց ինչով են պայմանավորված լինում։ Ուղղակի մի շրջան կարող է բոլորի աչքի առաջ լինես մեկը մյուսի հետևից առաջարկներ անեն եւ մի շրջան ուղղակի որևէ մեկը չմտաբերի, որ կարելի է այս դերի համար հրավիրել Ռոզին։ Այո, կարող են նախագծեր լինեն, որտեղ դու ուղղակի քո մասնակցությունը պետք չլինի, որովհետեւ քեզ համար չկա հարմար դեր։ Շրջաններ կան, որտեղ այդ շրջանում օրինակ մեկ այլ դերասան կամ դերասանուհի է, հա, իր աստեղային ժամն ապրում եւ այսպես ասած պրոդյուսերական թիմին պետք է իր հետ աշխատել, ինքն է աշխատում, հետո մեր շուկան փոքր է։ Չգիտեմ, գուցե երևի հենց այս հարցերն էլ կային դրա մեջ, որ իմ ժամանակը չէր մեկ ուրիշիններ, կամ ուղղակի ինձ հարմար դերեր չկար, կամ ուղղակի գուցե իմ ներքին տրամադրվածությունը եւ իմ զգացողություններն էլ էին նպաստում դրան։ Գուցե ինքս ուզում էի մի պահ հեռու գնալ այդ ամեն ինչից, գուցե կողքից նայել կամ ինչ որ անջատել ինձ այդ ամեն ինչից նոր գնահատական տալու համար եւ ինձ եւ մասնագիտությանս եւ կյանքին։ Մենք սիրում ենք ընդհանրապես ստեղծագործող մարդիկ շատ մտածել կյանքի մասին, անընդհատ այնց խորը մտորումների մեջ ընկնել։ Երբեմն դա լավ տեղ է տանում, երբեմն ոչ, բայց այդ անխուսափելի մի բան է։ Դու միայն մասնագիտական գործունեություն ես ծավալել, թե եղել են շրջաններ, երբ пассивացել է քո գործունեությունը եւ կարիք ես ունեցել նաեւ այլ աշխատանքի։ Եղել են այդպիսի շրջաններ։ Ես ինքս քանի որ շատ վաղ տարիքից եմ աշխատում եւ ինձ համար սովորական մի շատ կարեւոր բան է, որ չպիտի իմ կյանքից պակասի, դա գումար աշխատելու process-ն է եւ ես միշտ պետք է այդ process-ի մեջ լինեմ ու լինեմ ակտիվ։ Եվ այդ իհարկե շատ կենցաղային պատճառներով նաև ես ինձ փորձեցի մեկ այլ մասնագիտության մեջ, ինչը սիրեցի, ինձ դուր եկավ, իհարկե միայն այն դեպքում, երբ դա ինձ դուր է գալիս եւ ես դրա մեջ, այսպես ասած, ազարտ եմ գտնում ինձ համար։ Այդ բարմենությունն էր։ Եվ ես երկար տարիներ աշխատեցի այդ ոլորտում ու երկար տարիներ սիրում էի այդ ոլորտը եւ մինչ այսօր եմ սիրում։ Այդ շրջանում, այո, ես ավելի շատ, այսպես ասած, բարմեն էի, քան դերասանուհի, բայց ես չէի դադարում դերասանուհի լինել, որովհետև դա մի բան է, որ անգամ դու ես բան չես նկարահանվում, դու չես դադարում, դու չես կորցնում այդ մասնագիտությունը։ Սիրեցիր բարմենի աշխատանքը, բայց եւ քո ավելի մեծ սերը դերասանուհու աշխատանքն է։ Բնականաբար։ Այդ փուլում սրտնեղություն ուներ, որ քո տեղում չես, թե կարողանում ես ադապտանալ կյանքի յուրաքանչյուր շրջանի։ Լինում էին շրջաններ, երբ հասկանում եի, որ ես կարոտել եմ մասնագիտությունս եւ ես ստեղծագործել եմ կարոտել, բայց ամեն դեպքում հասկանում եի, որ մենք պետք է շատ ճկուն լինենք այս կյանքում, պետք է կարողանանք ադապտացվել արագ եւ շատ բաների, որովհետեւ ինչ որ խորը ստրեսներ, տրավմաներ, նման ինչ որ ծայրահեղական մտքեր չունենանք եւ հասկանանք, որ սա ընթացք է, սա ընդհանրապես ընթացք է եւ այս ընթացքը կանցնի։
բայց միշտ կարողանում ես պահել այդ մտածողությունը, թե երբեմն ընկնում ես, կորում ես այդ բոլոր հույզերի մեջ եւ այս ամեն ինչը հասկացած այդ իրավիճակից դուրս ես գալիս։ Եղել է շրջան ավելի երիտասարդ տարիքում, այո, ես ընկնում էի, կործանվում էի, պայթում էի, հետո դուրս էի գալիս։ Հիմա ես չեմ հասնում դրան։ Անգամ շատ մեծ դժվարությունների ժամանակ ես հասկանում եմ, որ եթե ընկա այսպես պայթեցի, ավելի խորանալու է եւ ավելի ուրիշ խնդիրներ կան եւ ավելի սառն եմ հիմա դատում ու ավելի հեշտ եմ անցնում այդ ամեն ինչի միջով մի քիչ կյանքից ժառանգած ցինիզմով, մի քիչ ժպիտով, մի քիչ անտարբերությամբ այդ ամբողջը մենք ժամանակի ու տարիների ընթացքում սովորում ենք, եթե անգամ չունենք այդ բնավորության գծերը, որթեգրում ենք, ինքնապաշտպանվում ենք դրանով, որ մեզ շատ հեշտ լինի շարունակել, որովհետև գիտակցում ենք, որ դժվարությունները միևնույն է հետո էլի գալու են եւ ուրիշ ձևով, ուրիշ ֆորմաներով, եւ դրանց եւս պետք է դիմակայել։ Իսկ այդ փուլերում ամենաշատը ով է քեզ աջակցում։ Հոգեբանորեն եւ ընկերներս եւ քույրս, բայց երևի ամենաշատը ես ինքս այն մարդն եմ, ով ինձ հետ երկար զրուցում է եւ փորձում ցանկացած խնդրի կամ հարցի լուծում գտնել։ Դու ինքդ, որովհետեւ երբեմն որևէ մեկին, որքան էլ սրտացավ լինի քո հանդեպ, չես կարող բացատրել, թե դու ինչ ես զգում։ Ցանկացած մարդ միջև վերջ չի կարող դիմացինին բացատրել իր ապրումները, կարող է իրավիճակը ներկայացնել, բայց խորապես ներկայացնել, թե ինչ է զգում եւ ինչ process-ներ են քո ներսում կատարվում եւ ինչքան ես դու ընկճված, միևնույն է դիմացինը դա չի հասկանալու եւ միևնույն է դիմացինը քեզ համար չի գտնելու լուծումներ, դու ինքդ պիտի գտնես։ Մենք որքան էլ մեր կողքին սիրող մարդիկ ունենանք եւ մեզ համար սրտացավ եւ թանկ, միևնույն է ինչ որ չափով մենք միշտ մենակ ենք եւ մենակ ենք անցնում այս ճանապարհը։ Այդ զգացողության հետ կռիվ կա թե ոչ։ Բացարձակ այդ զգացողության հետ կա կատարյալ ներդաշնակություն։ Միշտ է եղել թե ձևավորվել է։ Հիմա վերջին շրջանում ամբողջությամբ ձևավորվել է, բայց կարող եմ ասել, որ ես երբեք չեմ ձանձրացել ինքս ինձ հետ եւ միշտ ներդաշնակությունը իմ ու իմ մենակության եղել է, այդ էլեմենտները ամեն դեպքում եղել են։ Հիմա այդ ամբողջական պատկերն եմ ես տեսնում, դրա համար եմ ասում, հիմա արդեն ձևավորված է։ Ռոզի իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Ես չգիտեմ դու կընտրես ստոմատոլոգիան, թե կընտրես կոսմետոլոգիան, բայց վստահ եմ, որ շատ գոհ ես մնալու։ Ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, իսկ կոսմետոլոգիական կլինիկան արդեն զարգացնում է Ելենան Ադամյան, որը բժիշկ կոսմետոլոգ է եւ շատ հաճախ վերապատրաստվում է նաեւ արտերկրում, շատ կարեւորելով կրթությունը, ինչը մեր օրերում քիչ հանդիպող երևույթ է, ցավոք սրտի։ Շնորհակալություն։ Սիրո։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնը զարգացնում է ոչ միայն էսթետիկ միջամտությունների որակը, այլև ավելի խորացնում է ուղղությունը դեպի բժշկություն, արտաքինից շեշտը դնելով առողջության վրա։ Բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ նորություններ ունեն իմպլանտումում։ Ողջույն։ Ողջույն։ Ելենա, ինչ նորություններ ունեք իմպլանտումում։ Ես շատ ուրախ եմ Ամալիա, երբ ամեն անգամ մենք հանդիպում ենք, ես կարողանում եմ ձեզ նորություն ասել։ Մեզ մոտ նոր պրոցեդուրա արդեն գործում է, էսթետիկ գինեկոլոգիա, կանանց համար մենք երկար մտածելով եւ հարցումներ իրականացնելով հասկացանք, որ այս ոլորտը բավականին բաց է եւ մեզ մոտ ունի պահանջարկ հենց մեր կլինիկայում։ Ինչու որոշեցիք ներգրավվել այս պրոցեդուրան։ Քանի որ մենք ի սկզբանե որոշել էինք, որ մեր կենտրոնը բացվելուն պես պետք է շեշտադրում ունենա բժշկական ուղղվածության, կարևորելով շատ մեր կանանց առողջությունը, անպայմանորեն ներդրեցինք այս պրոցեդուրան, այս ծառայությունը, ինչի համար, որպեսզի սա լինի ոչ միայն երիտասարդացման եւ գեղեցկության, այլ նաեւ կանանց առողջության կենտրոն։ Էսթետիկան դա միայն արտաքին երիտասարդացումն ու գեղեցկությունը չի, դա նաև ներսից առողջ օրգանիզմ լինելն է, իսկ կանանց համար շատ կարևոր է իհարկե կանացի առողջությունը։ Կնոջ իրական երջանիկ տեսնելու մեջ շատ կարևոր է նաև նրա
կանացի առողջությունը, հետեւաբար մեր թիմն ներառել ենք գինեկոլոգ, ով ունի վերապատրաստում էսթետիկ գինեկոլոգիայի մեջ։ Ինչ է իրենից ենթադրում էսթետիկ գինեկոլոգիան։ Հիմնականում մեզ դիմում են այնպիսի բուժառուներ, ովքեր միջին տարիքը արդեն հատել են եւ ունեն որոշակի կանացի խնդիրներ։ Էսթետիկ գինեկոլոգիան դա հիմնականում բնականաբար կանացի օրգանների հետ է կապված, բայց ավելի էսթետիկ առումով, երբ որ կանայք իրենց որոշակի ֆունկցիաներում ավելի կոմպլեքսավորված են, հա, զգում։ Իրականում այս խնդիրները կարող են առաջանալ հետծնդաբերական շրջանում, ովքեր ունենում են բարդ ծնդաբերական ընթացք եւ այդ ընթացքում ունենում են որոշակի խնդիրներ։ Հիմա չեմ թվարկի, հաստատ կանայք հասկանում են ինչի մասն եմ ես խոսում, եւ կան խնդիրներ, որոնք կոմպլեքսավորում են մեր կանանց եւ էսթետիկ գինեկոլոգիան հենց դրա մասին է։ Բացի նրանից, որ առողջությունը առաջնային է, այստեղ նաեւ կան որոշակի էսթետիկ միջամտություններ, որոնք կնոջը շատ ավելի ինքնավստահ են դարձնում եւ արձերփազատում իհարկե կոմպլեքսներից։ Իսկ ինչ է այս բուժումն իր մեջ ներառում։ Որոշակի ներարկումներ, էսթետիկ կարող է լինել, կարող են օգտագործել իհարկե ֆիլերներ, ինտիմ ֆիլերներ։ Ներառվում են ապարատներ, մենք խոսել ենք մեր վիորայի մասին, մեր վիորան ունի նաեւ գինեկոլոգիական գլխիկ, որը նույնպես իրականացվում է այդ շրջանում, եւ իհարկե բուժական արդեն կարող է պլազմա թերապիալ ներառված լինի եւ իհարկե մի շարք արդեն գինեկոլոգիական բուժումներ, որոնք արդեն տեղում բժիշկը նշանակում է։ Այստեղ խնդիրը բացառապես էսթետիկ լուծումն է, թե նաև առողջական խնդիր ենք լուծում։ Ոչ, միայն էսթետիկը չի, որովհետև մեր բժիշկը հենց գինեկոլոգ է, լինում է, որ դիմում են, հա, խնդրով, ես մի օրինակ կարող եմ բերել, անմիզապահություն, մարդիկ դիմում են այդ խնդրով, բայց պարզվում է, որ մի փոքր էսթետիկ միջամտություն իրականացնելուց կարելի է այդ խնդիրը լուծել։ Բայց դա մեր ժողովրդի մեջ տարածված է, որտեղ երկարատև բուժում կարող է իրականացվել, այսինքն կարող է բուժումը համատեղել իհարկե նաև էսթետիկ որոշակի միջամտությունով։ Կենտրոններ կան, որոնք հենց շեշտը դրել են էսթետիկայի վրա, բայց այստեղ խնդիրը հենց բժիշկը պետք է իրականացնի, հենց գինեկոլոգը իրականացնի, որովհետև ինքն է տարբերակում, դա առողջական խնդրի հետևանք է, թե պարզապես ինչ որ առաջացել է խնդիրը եւ պետք է ուղղակի էսթետիկ լուծումներ ստանալ։ Այսինքն սա պարտադիր բժիշկն է իրականացնում, քանի որ մենք ունենք վիրահատարան, մենք կարող ենք մեզ մոտ նաեւ տեղային ազգայացումով իրականացնել փոքրիկ վիրահատական միջամտություններ։ Այսինքն կան կենտրոններ, որտեղ նման պրոցեդուրան իրականացնում է ոչ գինեկոլոգը։ Ցավոք սրտի, այո, եթե ունեն ապարատ, որտեղ ներառված է գինեկոլոգիական գլխիկը, այդտեղ կարող է ուղղակի սովորական կոսմետոլոգը անցնել, հա, որոշակի կուրսեր եւ իրականացնել, իհարկե դա շատ սխալ է։ Եթե կինը չի ցանկանում լուծել էսթետիկ խնդիր, բայց ունի որոշակի առողջական խնդիր կամ ուզում է անցնել պրոֆիլակտիկ ստուգում, ինչը եւս շատ կարեւոր է առողջության համար, կարող է դիմել իմպլանտում։ Այո, իհարկե, որովհետև մեր մասնագետը հենց գինեկոլոգ է եւ իրականացնում է կոնսուլտացիաներ եւ իհարկե նշանակում բուժումներ։ Պարտադիր չի, որ մեզ դիմեն ուղղակի էսթետիկ խնդիրը լուծելու համար։ Ելենայի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Ինչպիսի ընտանիքում ես դու մեծացել։ Առողջ, սիրող, մեկը մյուսին սիրող մարդկանց, պարզ, առանց պաթոսի, առանց մեկս մյուսին, այսինքն ծնողներս ավելի շատ մեզ երես տալու, եւ սիրո չափաբաժինն է եղել չափի մեջ, եւ խստության չափաբաժինն է եղել չափի մեջ, եւ հայրիկիս կողմից եւ մայրիկիս։ Ֆանտաստիկ ջերմ փոխհարաբերություններ ունեն քրոջս հետ, մեր տարիքային տարբերությունը քիչ չէ, համարյա 5 տարի։ Սերնդի առումով նույնիսկ փոքր տարբեր մարդիկ ենք, մտածողության ու բնավորության առումով ծայրահեղ տարբեր մարդիկ ենք, բայց մենք փոքրուց դեռ շատ լավ ընկերներ ենք եւ մի ուրիշ սիրով ենք իրար սիրում եւ ուրիշ կերպ ենք իրար հետ կապված։ Իմ կյանքի ամենաթանկ սերերից է ու թանկ զգացողություններից է, որ ես ունեմ։ Գուցե դա նաեւ նրանից է, որ ինքը մեծն է եւ ես շատ բաներ եմ իրենից սովորել։ Հետաքրքրություն արվեստի հանդեպ, կանացիություն, ճաշակ շատ առումներով, թե երաժշտության, թե հագուստի, թե կյանքի էլեմենտների, թե ապրելու կերպի եւ ներկայանալու կերպի, շատ բաներ եմ իրենից սովորել։ Եվ այդ ամբողջը ինձ համար շատ թանկ է եւ այդ ֆունդամենտն է մեր հարաբերությունների նաեւ։ Դրա համար ես կարող եմ ասել, որ ես շատ
բարի ու լավ մարդկանց ընտանիքում եմ ծնվել ու մեծացել եւ դա իմ հաջողություններից մեկն է։ Իսկ ծնողներիդ հետ հարաբերությունները ինչպիսին էին, ընկերական էին, թե այն ժամանակ ամեն դեպքում կար նաև որոշակի խստության ինչ-որ չափաբաժին, որը ծնողները պահում էին, որպեսզի երեխան հանկարծ երես չառնի, ամեն դեպքում նախորդ սերնդի հետ ընկերությունը գուցե այնքան շատ եւ տարածված չէր, քան հիմա է տարածված։ Կա այդպիսի բան։ Իրականում, երբ մենք էինք փոքր, մեր եւ ծնողների միջև մեծ, այսպես ասած, անդունդ կար հասկացողությունների, կյանքի որակի, ձևի։ Ես առավել եւս, ես շատ մարտնչող, հակառակվող մեկն էի եւ ընկերական չեն եղել իմ ու ծնողներիս հարաբերությունները։ Ես միշտ փորձել եմ հակառակը անեմ, այն ինչ ինձ ասում են, անեմ դրա հակառակը, որտեվ միշտ մտածել եմ, որ միևնույն է, եթե անում եմ հակառակը, այդ հակառակն է ճիշտ։ Եվ միշտ ունեի այդ մղումը իրենց հակառակվելու եւ իմ տեսակը ինձ հաստատելու համար, հա, իմ բնավորությունը հաստատելու համար, դրա համար ընկերական չեն եղել մեր հարաբերությունները, ընկերական ավելի քրոջս հետ էին։ Եվ ես ինչքան ինձ հիշում եմ, այդպես նույնիսկ 18-19-20 տարեկան հասակից ես երազում էի մենակ ապրել։ Ես երազում էի գնալ առանձին իմ տուն ունենալ, ապրել մենակ, լինել ինքնուրույն, ինքս ինձ համար պատասխանատու։ Հիմա իհարկե արդեն այդպես է, բայց ես որքան ինձ հիշում եմ, միշտ այդպես ես մարդիկ գիտեմ, ովքեր ասում են չեմ կարող օրինակ ծնողներիցս բաժանվել, ինձ դուր է գալիս ծնողներիս տանը մնալ, ինձ դուր է գալիս իրենց հետ մի տան մեջ լինել, կիսել իրենց կենցաղը եւ չեմ կարողանում կտրվել։ Ես այդպեսին չեմ։ Իմ բնավորությամբ ես առհասարակ ոչ միայն ծնողներիս դեպքում այդպես շատ կտրված մարդ եմ։ Ես կարող եմ ընկերներից հանդիպել, բայց ինձ ոչ մեկ չի կարող պարտադրել, որ ես պետք է օրինակ 6-7 ժամ մնամ ընկերներից հետ կամ եթե ես հոգնեցի կամ ես ուզեցի մենակ մնալ, ես կարող եմ մի ժամ հետո ասեմ, վերջ ես գնում եմ, ես ուզում եմ մենակ մնալ։ Նույնն է իմ տանը, երբ գալիս են ինձ հյուր, հասկանում են, որ եթե իմ դեմքին մնայեցին ու շատ երկար մնացին, ես կարող եմ մի քիչ գոհ չլինեմ եւ ուզեմ մենակ մնալ, այսինքն այդ ընկերներս ինձ լավ են ճանաչում եւ այդ սահմաններն են իմ ճանաչում եւ դա միայն ծնողների դեպքում չի, ես իմ բոլոր հարաբերություններում, բոլոր տեսակի հարաբերություններում այդպիսի մարդ եմ։ Ես միշտ պետք է ունենամ իմ տարածքը։ Երբ կարողացար ստեղծել քեզ համար քո տարածքը, որովհետեւ դա եւ հնարավորությունների հարցեր արդեն եւ ինչպես հասկանում եմ, քեզ մոտ շատ վաղուց բնական պահանջմունքեր։ Իրականում ես չէի կարողանա այդ հնարավորությունը ստեղծել, եթե հայրս դա չաներ, ինքը արեց ինձ համար, ինքը հասկացավ, որ չէ, արդեն ժամանակն է, որ ամեն դեպքում ես ապրեմ առանձին, հատկապես իմ մեծագույն այսպես սերը կենդաների հանդեպ, որ ես ուզում էի կենդաներ պահել, լինել իրենց հետ, իսկ իրենք այդ շրջանում դեմ էին։ Մի խոսքով ինքը այդ հարցին լուծում տվեց եւ ես այդպես արդեն 2 տարի առանձնացել եմ եւ մենակ եմ ապրում։ Ես կարծում եմ, որ այդ արդեն շատ ուշ էր։ Այդ իսկապես ուշ էր, որովհետեւ կամ մի տարիք, կամ մի շրջան եւ տղայի եւ աղջկա դեպքում պետք է առանձնանալ ծնողներից եւ ունենալ քո տարածքը, քո կյանքը, քո կյանքի ձևը։ Եվ շատ անգամ ոչ միայն մենք ենք հարմարվում մեր ծնողների ապրելակերպին, նաեւ իրենց ենք ստիպում, որ իրենք հարմարվեն։ Գուցե մենք ուզում ենք բաներ անել, որոնք իրենց հաճելի չեն, մենք մտնում ենք նաեւ իրենց անձնական տարածք, անհարմարության ենք ենթարկում իրենց։ Մանավանդ իմ աշխատանքի բնույթ ունեցող մարդը, որ կարող է լուսադեմին նկարահանումից գալ տուն, չգիտեմ, գիշերը գնալ նկարահանման եւ ստիպված է ամբողջ ընտանիքին արթուն պահել կամ աղմկել, չգիտեմ, այսպիսի տարբեր բաներ կան։ Մեր կյանքի ռիթմերը չեն համապատասխանում եւ դու այդ մարդկանց անհանգստացնում ես։ Դա նաեւ ոչ միայն քեզ համար է, նաեւ իրենց համար է։ Ռոսի, հատկապես դեռահասական տարիներին, եթե դու տեսակով մի քիչ ըմբոստ ես, դա հստակ դրսևորում է ունենում, դու կարող ես հակառակվել, ինչ որ առումով կարող ես նույնիսկ հարաբերություններ փչացնել, բայց միշտ գալիս է մի կետ, երբ մի քիչ ավելի հասունանում ես, երբեմն գնում եւ կանգ ես առնում հենց քո ծնողների մտքի վրա, որովհետեւ չգիտեմ դա գենետիկ ինչ որ գիծ է թե ինչ է, բայց մենք ի վերջո շատ նմանվում ենք մեր ծնողներին։
Եկավ շրջան, երբ ափսոսեցիր այդ շատ հակառակվելու համար, թե դա ձևավորեց քեզ։ Չեմ ափսոսել, դա անխուսափելի էր, այդպես պիտի լիներ, ափսոսելու խնդիր չի, բայց ես համաձայն եմ քո մտքի հետ, որովհետև ես ու մայրս միշտ հակառակ գաղափարներ ենք ունեցել շատ տարբեր հարցերի շուրջ, բայց լինում է շրջան, երբ հիմա մեզ իրար շատ են նմանեցնում, եւ իհարկե այդ գենետիկայից չես կարող փախչել եւ քո մեջ թե իր դաստիարակության ազդեցությունը կա, թե իր բնավորության եւ այն արտահայտվելու է տարիների ընթացքում շատ ավելի ընդգծված։ Բայց ինչ վերաբերում է իմ ըմբոստ բնավորությանը, չէ։ Շատ բաներ իմ կյանքում եղել են այնպես, ինչպես ես եմ ուզում եւ ճիշտ են եղել, որովհետեւ ես ունեցել եմ հենց այդ բնավորությունը եւ այդ դրսեւորումները։ Իսկ եղել են շրջաններ, երբ ակամայից հարաբերություններ ես փչացրել ծնողներիդ հետ։ Եղել են այդպիսի ցավոտ օրեր, որ այո, այդ ըմբոստությունները անցել են ինչ-որ սահմաններ եւ մենք վիճել ենք, բայց ես ու մայրս հատկապես այդ բնավորության գիծը երկուս էլ ունենք, մենք նեղացկոտ չենք։ Մենք երկար նեղացած չենք մնում, մենք շատ արագ ներում ենք, շատ արագ մոռանում ենք, այդ հատկությունը երկուսս էլ ունենք տանը, դրա համար այդ իրար հետ լեզու չգտնելու եւ վիճելու այդ process-ը չի երկարել, չի տվել արմատներ, չի խորացել, չի դարձել ուրիշ բան, որովհետեւ մենք հասկացել ենք, որ լավ, դա այստեղ այսպես էր, բայց հիմա անցնում ենք ուրիշ փուլի եւ մոռանում ենք այդ, որովհետեւ ամեն դեպքում բոլոր երեխաները իրենց ծնողների հետ ունեն մենք կոնֆլիկտներ, հացի ի ձեծի, այդ մենք չենք հորինել, այդ հարաբերական թեմա է, որը որ միշտ լինելու է։ Մենք էլ ենք այդ խնդիրը ունենալու, եթե ես մտածում եմ, եթե մի օր երեխաներ ունենամ, այդ անխուսափելի է, որքան էլ որ ես երևակայեմ, որ ես շատ հասկացող եմ, շատ այլ կերպ եմ մտածում, շատ այսպես ասած ժամանակակից մայրիկ եմ լինելու եւ ես շատ ավելի անալիտիկ մարդ եմ իմ բնավորությամբ եւ շատ եմ սիրում զրույցի եւ խոսքի միջոցով կոնֆլիկտները հարթել, միևնույն է հակասություններ, տարակարծիքություն միևնույն է լինելու է։ Իհարկե, ի վերջո մենք հաճախ խոսում ենք մեր պրիզմայի մասին, բայց դեռ հարցը թե մենք ինչպեսի ծնողներ կլինենք, արդեն իրականության մեջ, ոչ թե երևակայության։ Այո, իրականում հեշտ է խոսքով ասել, բայց նաև այդ էմոցիաները երբ ավելանում են, երբ դու ինքդ ես դառնում այդ դերում, այդ էմոցիաներն են, այդ պատասխանատվությունն է ավելանում եւ դու կարող ես այնպիսի դրսևորումներ ունենաս, որ դու ինքդ քեզանից չէիր սպասում։ Ռոզի, ամեն դեպքում մենք ունենք մեր պատկերացումները դիմացինի մասին։ Իհարկե հասունանալով հասկանում ենք, որ մեր բոլոր սխալները սկսում են այդ պատկերացումներից, որովհետև երբ ընդունում ես մարդուն այնպիսին, ինչպիսին կա, շատ ավելի հեշտ է դառնում եւ քո կյանքը եւ քո հարաբերությունները, բայց ամեն դեպքում այդ երևի թե ավելի հասուն տարիքում ենք հասկանում, փոքր տարիքում կամ չենք հասկանում, հավանաբար ավելի շատ նաեւ քո մեջ պատկերացրել ես թե ինչպեսին կուզեիր լինեին հարաբերությունները կամ գուցե այդպես դու քո խոսքում նշեցիր, որ դու շատ ավելի վերլուծական մտածողություն ունես, փորձում ես զրույցի եւ խոսքի միջոցով ինչ որ բաների հասնել, արդյոք դա նշեցիր նաեւ որպես հակադրություն ու արդյոք դու ինքդ կարիք ունեցել ես որպեսզի քեզ էլ այդպես մոտենան։ Կարծում եմ միշտ։ Ես վստահ եմ, որ խոսքի եւ անալիզի միջոցով եւ ճիշտ դիալոգի միջոցով կարելի է շատ հարցեր, շատ ավելի շատ խնդիրներ հարթել եւ այո, շատ անգամ տարբեր մտածողությունների, տարբեր սերնդների այդ բախումը մեր ծնողների հետ չի բերում այդ դիալոգին եւ մեր ծնողները նա հատկապես այդ սերնդի շատերը ունեն մի հատկություն, որ կապ չունի իրենք ճիշտ են թե սխալ, դու իրենց պիտի լսես։ Իսկ եթե դու մի փոքր բնավորությամբ, այսպես ասած, անալիզի ենթարկող մարդ ես, դու ուզում ես ամեն ինչի պատասխաններն իմանալ ուղղնուցուցով եւ իմանալ ինչու պիտի ես դա անեմ, եթե դա ինձ համար չեն բացել եւ չեն բացատրել, ես պետք է բոլոր պատասխաններն իմանամ, նոր հասկանամ, ուզում եմ դա անել, թե ոչ։ Իսկ իրենք կարող է ընդհանրապես ասեն, չէ, դու պետք է անես մի բարձ պատճառի համար, որովհետեւ մենք ենք այդպես ասում։ Եվ չքննարկես դա։
Իսկ իմ բնավորությունը այդպեսին չի։ Ինձ պետք է բոլոր այսպես ասած նախադրյալները ստեղծել, ամբողջությամբ բացել, բացատրել եւ համոզիչ բացատրել, որ ես հասկանամ, որ այո, դա պետք է անել։ Սա բնավորություն է, որ հետո օրինակ ինձ պետք եկավ նաեւ մասնագիտական առումով եւ ես ուրախ եմ, որ այդպես է։ Մայրիկն ու հայրիկը միշտ միակարծիք էին իրենց պահանջներում, թե Չէ, տարբեր են, իրենք շատ տարբեր են բնավորությամբ, հայրիկս շատ ավելի մեղմ է եւ ավելի հեշտ ենք կոմունիկացվել իր հետ, որ գուցե նաև որովհետև հայր եւ դուստր փոխհարաբերությունները միշտ ուրիշ կերպ են լինում։ Հայրերը միշտ անկախ իրենցից շատ մեղմ են դստրերի հետ եւ մենք էլ այսպես ավելի շատ սիրում ենք, հա, հայրերին լսել, իրենց ուզածով անել։ Այդ կապը շատ ավելի արագ ու շատ ավելի ամուր է ձևավորվում եւ ավելի սահուն է լինում։ Իսկ մայրերի եւ աղջիկներն մի փոքր տարբեր է։ Մենք կարծես թե ինչ որ ներքին մրցակցություն ունենք իրար հետ, այդպիսի կարծիք է լինում, ոչ թե սա մրցակցություն է վատ առումով, այլ գուցե նաև լավ առումով, բայց կա այդ կանայք կանանց հետ շատ դժվար են կոմունիկացում եւ կյանքում էլ է այդպես։ Եթե միտեղ աշխատում ես, կանանց հետ շատ ավելի դժվար ես աշխատում, քան տղամարդկանց։ Ունեք ինձ մոտ այդպես եղել, ես շատ արագ տղաների գոլեգաներից այդ լեզու եմ գտնում ցանկացած տեղում, իսկ ես որտեղ աշխատել եմ, մեծ մասամբ տղաներ են եղել, ի ուրախություն ինձ, բայց կանանց հետ պրոբլեմատիկ էր։ Կանայք իրենց բնույթով անընդհատ մրցակցության մեջ մտնող տեսակներ են։ Ինչից ես օրինակ ինքս շատ անգամ նյարդայնանում եմ, եւ գուցե ինքս էլ եմ այդպես անում ենթագիտակցությանս մեջ, բայց դա չեմ նկատում։ Հենց այդ մասն է ուզում խոսել, իսկ միգուցե դու ինքդ ես այդպես անում եւ դրա վրա ֆիքսվում, դա նկատում եւ դրանով առաջնորդվում։ Գուցե ես ինքս եմ անում, բայց գուցե չեմ գիտակցում, որ դա անում եմ։ Մենք ամեն դեպքում շատ բաներ ենք անում, որոնք մեր խորը ենթագիտակցականում են եւ դա է մեզ ուղղորդում, բայց մենք դա չենք հասկանում։ Մեզ համար կարծես թե ուրիշ կերպ։ Բայց օրինակ մայրիկի հետ ինչ մրցակցություն կարող է լինել։ Հստակ մրցակցություն, երբեք որ ասեմ, այդպեսի հստակ մրցակցություն չի եղել։ Կանացի մրցակցությունը, որը դու նշում ես, այ ես կուզում դու մի փոքր բացես, որպեսզի շատ ավելի հասկանալի լինի ինչ մասն ես խոսում։ Ավելի շատ մրցակցություն մեր դեպքում գուցե այսպես է եղել։ Ես եմ ճիշտ, թե դու ես ճիշտ։ Ավելի շատ այս մրցակցության մասին է, քան կանացի մրցակցությունը, որը մենք առհասարակ կյանքում ունենում ենք։ Սա իհարկե երևի թե նաև եկել է այդ իմ ըմբոստությունից, որ ես ուզել եմ ամեն կերպ հաստատեմ, որ միշտ չէ, որ դուք ճիշտ եք լինում։ Եթե եւ իրոք այդպես է։ Շատ անգամ ես նայում եմ եւ մտածում եմ, այո, եթե մենք մեծ ենք, դա դեռ չի նշանակում, որ մենք ճիշտ ենք, որովհետեւ 5-6 տարեկան երեխան կարող է շատ պարզ լեզվով այնպիսի ճշմարտություն ասի, որին դու կյանքում չես հանգել, եւ դու դրան կյանքում չէիր հանգի, իսկ ինքը հասկացել է։ Ու անդադ ես ինձ էս հիշեցնում եմ, ասում եմ, եթե դու մեծանում ես, դա դեռ չի նշանակում, որ դու ամեն ինչ գիտես ու ամեն ինչում ճիշտ ես լինելու։ Սրանք էլ որ կոնֆլիկտներ էր առաջացնում, որտեղ այդ տարիքում ես միշտ ուզում եի ասել, որ չէ, դուք եթե մեծ եք, դա դեռ չի նշանակում, որ դուք ամեն ինչում ճիշտ եք եւ ես չեմ կարող ճիշտ լինել։ Այ այս կոնֆլիկտներն են, որը ինձ թվում է բոլորն են բայց ունեցել։ Մի շատ կարևոր բան նշեցիր, հա, անկախ եմ բոլոր հարաբերությունների մեջ եղած հարցերից, որոնք քեզ անհանգստացրել են, դու մեծացել ես մի ընտանիքում, որտեղ տեսել ես փոխադարձ սեր ու հարգանք, իսկ սա շատ կարևոր է մեր աշխարհը ձևավորելու հարցում։ Դու ինչպիսի երազանքներով էիր մեծանում արդեն քո անձնական կյանքի հանդեպ։ Շատ պարադոքսալ բան եմ ասելու, հիմա իմ ներկայիս կյանքի ես շատ վաղ տարիքում մտածում էի, որ ես կունենամ ընտանիք, մեծ տուն, շատ երեխաներ։ Այդպես է ինձ պատկերացնում ու չեմ ասի, որ դա երազանք էր, ես անձնականի հետ կապված հստակ երազանքներ չեմ ունեցել։ Ես ունեցել եմ երազանքներ միշտ մասնագիտական առումով։ Անձնականը ինձ համար չի դարձել երազանքի մի բան երազանքի տեսքով, որովհետև հասկանում եմ, որ դա մի բան է, որը սահուն մեր կյանքում կլինի եւ դրա մասին պետք չի երազել։ Երազել պետք է նրա մասին, ինչը բարդ է ավելի տրվում եւ ինչը ավելի անհասանելի է թվում։ Անձնական այդ անհասանելի երևույթներից չէր։ Եվ միջև այսօր ես չունեմ երազանքներ անձնականի հետ կապված։
Բայց այն տարիքում ես մտածում եի, որ այո, ես կլինեմ այդպես շատ բալիկների մայրիկ, մեծ գեղեցիկ տան մեջ, ինչ որ չգիտեմ, ճաշիկներ կեփեմ իրենց համար։ Բայց հետո հասկացա, որ այդքան էլ իմ մասին չի, որովհետև իմ բնավորությունը, իմ մասնագիտությունը եւ այդ ամենը միասին համատեղել դե դրա համար չեմ պատկերացնում ինչ տիտանական մասշտաբի աշխատանք է պետք անել եւ ինչ ներքին փոփոխություններ։ Քո կյանքը հիմա քո պատկերացրածի ճիշտ հակառակն է այդ տեսանկյունից։ Այդ տարիքի, այո։ Դու մենակ ես ապրում, լրիվ ուրիշ իրականություն է հիմա քեզ մոտ, բայց հետաքրքիր է, դա քո ընտրությունն էր, թե հանգամանքների եւ կյանքի բերումով այդպես ստացվեց։ Ինձ թվում է սա իմ ընտրությունն էր։ Հիմա դրա մասին հանգիստ կարող եմ ասել, որ իհարկե ինչ հանգամանքներ եղան կյանքում, որ այդ ամուսնությունները եւ, չգիտեմ, շատ երեխաները չեղան, բայց իմ բնավորությունը եւ իմ ապրելու կերպը եւ իմ մտածելու կերպը հասկանալով ես հիմա վստահ կարող եմ ասել, որ սա իմ ընտրությունն է եւ ինչի մեջ ես ինձ երջանիկ եմ զգում։ Կարող է ես այն ամբողջ ունենայի եւ կարող է ես ունենամ ընտանիք եւ ունենամ բալիկներ դեռ հասցնեմ այդ ամբողջանեմ եւ ելի լինեմ երջանիկ, բայց դա չի նշանակում, որ եթե ես դա չունեմ, ես հիմա երջանիկ չեմ։ Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ճշմարտությունը եւ իր բանաձևը երջանիկ լինելու համար։ Միաժամանակ տես օրինակ մայրությունը կանանց մոտ մայրության ցանկությունը գալիս է ժամանակի հետ եւ անկախ կյանքի հանգամանքներից երբեմն կնոջ հետ կարծես ինչ որ բնազդներ կան, որ ծնված լինեն։ Քեզ մոտ մայրանալու ցանկություն առաջանում է կամ ինչ որ շրջանում ավելի ընդգծվում է, թե դու այդ ցանկությունն էլ կամ երազանքն էլ քո մեջ չկա։ Չկա այդ երազանքը իմ մեջ եւ ես դրան երբեք չեմ նայում որպես երազանք։ Իմ մեջ կա ավելի շատ ժամանակի ընթացքում ձևավորված պատասխանատվություն այդ երևույթի հանդեպ։ Բնազդը մայրական մեզ հետ ծնվում է իրականում եւ ես դա հասկանում եմ, երբ այն դրսևորվում է օրինակ իմ կենդանիների հետ շփման մեջ, թե ես ինչքան եմ հոգատար, ոնց եմ իրենց սիրում, ինչ պատասխանատվությամբ։ Իսկ ժամանակի ընթացքում մեր պատասխանատվությունն է աճում եւ մենք սկսում ենք այդ հարցին, եթե երիտասարդ տարիքում ավելի թեթև ենք պատկերացնում ինչ է երեխան, ոնց է մեծանում, ընտանիք ես կազմում, շատ արագ մակերեսային պատկերացում ունենք այդ ամենի մասին եւ մեզ հեշտ էր թվում։ Հիմա ես ավելի խորն եմ նայում, ավելի ուրիշ հարցերի եմ նայում այդ հարցում եւ հասկանում եմ, որ ես շատ ուրիշ պահանջներ ունեմ եւ շատ ավելի շատ պահանջներ ունեմ այդ հարցում, որից համար մեկն այն է, որ երեխան պետք է ծնվի եւ մեծանա լիարժեք ընտանիքում, որտեղի ծնողները պետք է սիրեն իրար, լինեն ներդաշնակ, ոչ թե ապրեն իրար այդ ուղակի ապրելու համար, որ կոչվեն իրենց ծնողները, ոչ թե ամեն օր կոնֆլիկտների մեջ լինեն եւ հանուն ինչ որ բաների լինեն, ոչ թե ամուսնանան եւ մեկ էլ հասկանան շատ արագ, որ վայ, չէ, էս էլ լավ չեղավ։ Այսինքն փորձենք այդ տարբերակներ շրջանցել, եթե հնարավոր է, եւ երեխան ծնվի ու մեծանա լիարժեք առողջ ընտանիքում, որպեսզի լինի առողջ մարդ, լիարժեք մարդ, առողջ քաղաքացի, հոգեպես նորմալ ձևավորված մարդ, չունենա տրավմաներ ու այս ամբողջը բաներ են, ինչի մեջ ես մաքսիմալ խորանում եմ։ Եվ դա գալիս է իմ պատասխանատվությունից, հետո դու մտածում ես արդեն, որ ուզում ես նրա համար ամենալավ ուսումը, ուզում ես սա, ուզում ես նա, ուզում ես նա, ուզում ես նա, եւ հասկանում ես, որ ահա որ բարդ մի բան է։ Եվ դու շատ հեշտ ես պատկերացրել, բայց իրականում շատ խորքային եւ բարդ է երեխաների հետ կապված հարցը ու ես գուցե կարող է վատ հնչի, բայց այդպես այս հարցում մաքսիմալիստ եմ, մտածում եմ, որ կամ պետք է լինի իմ ուզած իդեալական տարբերակը, կամ պետք է չլինի։ Պետք է չլինի մտքի հետ հաշտես, թե երբեմն կռիվ ունես։ Չունեմ կռիվներ եւ չեմ ապրի այդ ներքին ողբերգությունը, որ ես գուցե եւ չմայրանամ։ Հանգիստ եմ, որտեվ եթե մի բան լինելու է, եթե չի լինելու։ Կա ամեն ինչում մեր, այսպես ասած, ինձ հայցիվան, բայց կա նաեւ բաներ, որոնք որ ճակատագրով քեզ համար նաեւ որոշված են։ Եվ եթե պիտի լինի, եթե չպիտի լինի, չի լինելու։ Բայց դրանից դու որպես անձ, որպես մարդ, որպես կին չես իմաստազրկվում։
վերջի Մարիանն էլ միակ առաքելությունը չի մեր, ամենագեղեցիկ առաքելությունն է մեր, բայց ոչ միակ։ Ու ես այսպես շատ կարելի է ասել ավելի սառ ու adekvat եմ նայում այդ հարցին։ Ատամնաշարի ուղղման նորարարական միջոցն արդեն Հայաստանում է, ու սա ինձ շատ է հետաքրքրում, քանի որ մի ամբողջ կյանք վախեցել եմ բրեկետներից, բայց այս տարբերակից օգտվելու եմ։ Հիմա եւ ինձ համար կոնսուլտացիա ենք անելու եւ ձեզ համար կարեւոր հարցերի պատասխաններ ենք ստանալու իմպլանտումի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանից։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Էլայներները ատամնաշարի ուղղման նորարարական մեթոդ են, որը նաեւ պակաս տրավմատիկ է։ Ինչ առավելություններ ունի ատամնաշարի ուղղման այս տարբերակը։ Էլայներները հնարավորություն են տալիս ատամնաշարը ուղղել թափանցիկ կապաների միջոցով։ Մենք խուսափում ենք բրեկետների կրումից, որը որ ինչպես գիտենք շատ դեպքերում էսթետիկ առումով անհարմարություն է պատճառում։ Նմանատիպ թափանցիկ կապաներ առաջարկում են մի շարք ընկերություններ, բայց այն առաջին անգամ առաջարկվել է ամերիկյան Invisalign ընկերության կողմից եւ լավագույն հնարավորությունը եւ պլանները եւ արդյունքը հնարավոր է ստանալ Invisalign էլայներների միջոցով, որը հիմա Հայաստանում, ինչպես նաև Մոսկվայում էքսկլյուզիվ ներկայացում են մեր կլինիկաների ցանցում։ Ինչով է պայմանավորված էքսկլյուզիվ համագործակցությունը։ Քանի որ մենք ունենք կլինիկա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իրենց հետ սկսված համագործակցությունը հետագայում մենք կարողացանք տարածել մեր ամբողջ ցանցի վրա եւ այս պահին կարողանում ենք ներկայացնել եւ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում արգելքների պատճառով Invisalign-ը չի համագործակցում այնտեղի կլինիկաների հետ, բայց հաշվի առնելով, որ մենք ունենք իրենց հետ էքսկլյուզիվ պայմանավորվածություն, մեր Մոսկվայի կլինիկայում հնարավոր է տեղադրել օրիգինալ Invisalign։ Եթե ես չեմ սխալվում, էլայներները ունեն որոշակի առանձնահատկություններ եւ կան դեպքեր, երբ ամեն դեպքում ծնոտի ուղղումը, ատամնաշարի ուղղումը հնարավոր է միայն բրեկետների միջոցով։ Ինչ փուլեր է անցնում պացիենտը հասկանալու ինքը կարող է էլայներների միջոցով իրականացնել իր ատամների բուժումը, թե ոչ։ Այո, իրականում դա շատ կարևոր է, որովհետև ատամնաշարի ուղղումը թափանցիկ կապաներով հնարավոր է, բայց շատ կարևոր է, թե ինչպես է պլանավորվում այդ ուղղման process-ը։ Մի շարք ընկերություններ կան կամ դեպքեր կան, որ հենց իրենք կլինիկաներն են ուղղակի պատրաստում էլայներներ, որտեղ որ ճիշտ չի հաշվարկվում բուժման պլանը եւ որի արդյունքում որ ունենում ենք խնդիրներ։ Այ հենց այստեղ է կարևորությունը, որ օրինակ Invisalign ընկերությունը հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը եւ իրենց բարձրակարգ մասնագետները, որոնց հետ մենք որ համագործակցում ենք մինչեւ բուժման պլանի կազմումը, կարելի է ասել բարդագույն դեպքերը հնարավորություն է տալիս ուղղել հենց Invisalign-ի կապաների էլայներների միջոցով։ Թափանցիկ կապաններով բուժումը շատ ավելի հարմարավետ է, նաև շատ ավելի թանկ է։ Էլայներներով բուժումը կարող է որոշ դեպքերում այո բրեկետներից թանկ լինել, բայց ինչ որտեղ նաև հնարավոր է դեպքեր կարող է լինել, երբ որ օրինակ փոքր կորեկցիաներ են, ընդհանուր արժեքը ավելի մատչելի լինի, քան բրեկետների դեպքում, քանի որ գինը ձևավորվում է թե քանի էլայներ կօգտագործվի այդ բուժման ընթացքում։ Այսինքն, եթե անկախ ամեն ինչից բրեկետի տեղադրման արժեքը ինքը նույնն է, այս դեպքում կախված դեպքից հնարավոր է, որ արժեքը լինի ավելի ցածր։ Պացիենտը ի սկզբանե իմանում է իրեն քանի էլայները պետք թե դա այսպես անակնկալ է բուժման ընթացքում։ Իհարկե, պարտադիր իմանում է, առաջին այցի ժամանակ մենք իրականացնում ենք սկանավորում, նշված սկանավորված ծնոտը եւ ռենտգենները, պացիենտի նկարները ուղարկվում են Invisalign ընկերություն, որտեղ որ տվյալ դեպքի համար ստեղծվում է բուժման պլան եւ ուղարկում են մեզ բուժման պլանը, որը որ մենք պրեզենտացիա ենք անում, ինքը տեսնում է իր աչքով, թե ինչ արդյունք է լինելու բուժման վերջում, այսինքն հատուկ ծրագրի միջոցով մենք կարողանում ենք ցույց տանք ատամների ուղղման process-ը, ցույց է տրվում, թե քանի կապա պետք է էլայներ պետք է օգտագործվի
արդյունքը ստանալու համար եւ այդ պահին արդեն կարողանում ենք նաեւ բուժման արժեք հասել։ Իսկ հնարավոր է վերջնարդյունքը տարբերվի այն արդյունքից, որը իրեն ի սկզբանե ցույց էիք տվել։ Վերջնարդյունքը չի կարող տարբերվի այն արդյունքից, որ մենք նախապես պրեզենտացիա ենք արել պացիենտի համար, բայց իհարկե շատ մեծ նշանակություն ունի նաև պացիենտի ճիշտ համագործակցությունը, որտեղ էլայներները աշխատում են այն ժամանակ, երբ որ պացիենտը կրում է։ Եթե պացիենտը ճիշտ չի հետևում կրելու ժամանակացույցին, չի դնում էլայներները, արդյունքը կարող է երկարել կամ արդյունքը կարող է ընդհանրապես չլինել։ Առնվազն 20-ից 22 ժամ պետք է կրի, բայց հեշտ հնարավոր է հանել, այսինքն եթե օրինակի համար ինչ որ 10-15 րոպե իրեն պետք է հանդիպում, խոսել կամ հաց ուտել, այդ ժամանակահատվածում շատ հեշտությամբ հնարավոր է հանել ու տեղադրել։ Խոսքի վրա ազդում է էլայները։ Էլայները ընդհանուր առմամբ խոսքի վրա չի ազդում, բայց սկզբի ժամանակ, երբ որ տեղադրում ենք, հնարավոր է մի քանի օր դիսկոմֆորտ լինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ սիրելի մարդիկ նաև իմ օրինակով կարող եք հետևել, թե ինչ արդյունք է տալիս Invisalign-ը։ Հենց հիմա ես ատամների բուժման process եմ անցնում, որից հետո արդեն կկրեմ թափանցիկ կապանները եւ հուսով եմ, որ կհարմարվեմ։ Իսկ իմպլանտումի եւ Դավիթ Մաթևոսյանի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Կարող է լինել կյանքի իրավիճակը այնպես, որ դու գնահատում ես քո կյանքը այնպիսին, ինչպիսին հիմա կա եւ կարողանում ես երջանիկ լինել այն բոլոր հանգամանքներով, ինչպիսին հիմա դրանք կան, բայց ուզում ես նաեւ այլ բան։ Եվ կամ մի բան, երբ դու երջանիկ ես եւ դու չես էլ ուզում փոփոխություն։ Իրականում դու հիմա ունես ցանկություն փոփոխության անկախ նրանից, որ դու կարողանում ես քեզ բավարարված զգալ, կյանքի ես փուլում, թե այդ փոփոխության ցանկությունն էլ չունես։ Ես չեմ մտածել դրա մասին, որովհետև այդ փոփոխությունը եթե իմ կյանքում լինի եւ ես դրա ցանկությունը ունենամ, կարծում եմ դա էլ է լինելու ինքնաբերաբար, այսինքն գուցե իմ կյանքում հայտնվի մարդ, ում հետ այո, ես ասեմ վայ իր հետ այս մյուս этаպին ենք անցնում եւ ես դա ուզում եմ իր հետ, բայց դա էլ այսպես չի, որ կարող ես պլանավորել եւ ասել այ եթե հայտնվեր մի մարդ կամ այսպիսի մարդ եւ ես իր հետ այդպես չեմ պլանավորում երբեք։ Դրա համար հիմա այս պահին, եթե մենք խոսում ենք այս պահի մասին, ես այս պահին ոչ մի փոփոխություն չեմ ուզում անել եւ այն ինչ որ կա, բացարձակ ներդաշնակ է իմ ներսի հետ։ Որովհետև ժամանակին, երբ քո կյանքում եղել է մարդ, դա քեզ որոշակի հիասթափությունների առաջ է կանգնեցրել։ Մենք բոլորս էլ ապրում ենք հիասթափություններ եւ տարբեր կերպ ենք ապրում, բայց այդ հիասթափություն չի, որ ես հիասթափություն եմ ապրել ինչ որ մեկի հետ նույն հարկի տակ ապրելուց, չէ։ Մարդիկ լինում են տարբեր։ Մարդկանց կենցաղավարությունն է լինում տարբեր, իրենց ապրելու կերպը, իրենց քեզ վերաբերվելու կերպը եւ քո իրենց վերաբերվելու կերպը դա չի կրկնվելու։ Եվ դա տրավմատիկ հիասթափություն չի, որ ես անկեղծ ասեի, չէ, ես այդ պահից որոշեցի, որ էլ երբեք երկրորդ մեկը կամ երկրորդ անձ իմ տանը բաց ինձնից չի լինելու, որովհետեւ չեմ ուզում ես իմ կենցաղը կիսել։ Այդպիսի որոշում չեմ կայացրել երբեք։ Ուղղակի հիասթափություններ լինում են ոչ թե դրանից այդ երևույթից, այլ գուցե այդ մարդուց, գուցե ձեր չհաջողված հարաբերություններից, բայց ոչ հիասթափություն համատեղ կենցաղից կամ կյանքից, որովհետև իրապես հնարավոր է հանդիպել մարդու, ում հետ նաև կենցաղը եւ միասին ապրելն է հաճելի ու երջանիկ։ Եվ կան այդպիսի մարդիկ։ Դու քո անձնական կյանքում ամեն դեպքում ունեցել ես շրջան, երբ երջանիկ ես եղել հարաբերությունների մեջ։ Այո, տենց շրջաններ եղել են։ Եղել են շրջաններ, երբ երջանիկ ես եղել, հետո եղել են շրջաններ, երբ այդ երջանիկ օրերն ավարտվել են։ Անհնար է դա զգացած չլինեի եւ չեմ կարող ասել, որ եթե մի բանը ունենում է ավարտ կամ happy end չի լինում հարաբերություններ, ուրեմն նա չես կարող անվանել երջանիկ օր։ Ոչ, դու կարող ես լինել երջանիկ, հետո կարող եք ունենալ տարաձայնություններ կամ անհամապատասխանություններ եւ բաժանվեք։ Բայց դու երբեք չպետք է կորցնես եւ մոռանաս այն զգացողությունը, որ դու ինչ որ շրջան, թեկուզ մի մարդու հետ ում այդ հետագայում ունեցել ես կոնֆլիկտ եւ տարաձայնություններ, մի շրջան եղել ես այդ մարդու կողքին երջանիկ։ Եվ երջանկությունը այդպես հարատև երևույթ չի, որ դու ամեն օր անընդհատ ամեն կերպ լինես երջանիկ։ Ինքը միևնույն է, ինչ որ փուլեր է մեր կյանքում։ Եվ այո, այդ փուլերը եղել են, ինչի համար ես ուրախ եմ շատ։ Խնդի պես սիրահարվող ես։ Առաջ շատ,
Հիմա կարծում եմ այդքան չէ։ Հիմա ինչ որ շատ է ֆիլտրվում ամեն ինչ, այսպես ասեմ։ Իսկ առաջ այո, առաջ ես ծայրահեղ էմոցիոնալ խայտարակ սիրահարվող էի։ Իսկ երբ այդ երջանկությունից հետո, սիրահարվածությունից հետո գալիս է հիասթափության եւ բաժանման շրջանը, անկախ ամեն ինչից էմոցիաները չեն տրվում գիտակցությանը։ Ինչպես ես կարողացել այդ շրջանները հաղթահարել։ Ավելի վաղ տարիքում բարդ, շատ էմոցիոնալ եւ շատ ինքս ինձ տանջելով, ինքնախարազանումներով, այսպես, բայց հիմա արդեն այսպես շատ մետաղական ողնաշար ունեմ եւ շատ սառն եմ դատում ցանկացած հարցի շուրջ եւ հասկանում եմ, որ այո, կարող են լինել հարաբերություններ կարող են ավարտվել եւ պետք չէ դրանից արգել ողբերգություն, պետք չէ էմոցիոնալ անկում ապրել, միևնույն է, մենք շատ լավ հասկանում ենք եւ մեր փորձից եւ մյուսների փորձից, որ կյանքը շարունակվում է։ Դու գնում ես առաջ եւ սա անցնելու է։ Դու հասկանում ես, որ դու անցել ես դա եւ եթե քո կյանքում էլի լինի նման բան, միևնույն է դա անցնելու ես։ Դու հիմա ամեն դեպքում հարաբերություններ սկսելիս նույնիսկ արդեն ինչ որ առումով մտովի պատրաստ ես նաև որ դա կարող է ավարտվել։ Ես չեմ ուզում այդպես ասեմ, որովհետև դա այսպես կստացվի, որ դու ի սկզբանե քեզ կոդավորում ես, պլանավորում ես քո ներսում, որ դա ավարտվելու է, եւ շատ անգամ դա կարող է վատ ազդեցություն ունենալ, որ ահա դու սկսել ես, բայց դու արդեն պլանավորել ես, որ եթե չէ, այսպես չեմ անում, բայց հստակ ինքս ինձ ճանաչելով գիտակցում եմ, որ եթե այդ հարաբերությունները ինչ որ մի կետում ավարտվեն, դրանից աշխարհը հաստատ փուլ չի գա, ես առավել եւս։ Ժամանակին երբ նշանված էր եւ որոշում կայացրեցիր կամ որոշում կայացրեցիք բաժանվելու, դու փլվեցիր այդ ժամանակ։ Ոչ։ Այդ ժամանակ ես չեմ փլվել։ Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ ես նկարահանումների եւ աշխատանքի մեջ եմ, իսկ իմ մասնագիտությունը ինձ միշտ օգնում ու փրկում է ցանկացած իրավիճակում։ Ես միշտ ասում եմ, եթե վատ ես ու չգիտես ինչ անել, գնա գործի։ Այդպես միշտ իմ մոտ այդպես է աշխատում։ Եվ այդ հարաբերություններից հետո, չէ, այդ հարաբերությունից հետո ես շատ հասունացել ու շատ պնդացել եմ, բայց չեմ փլվել։ Դու նշել ես, որ այդ հարաբերություններից հետո քո կյանքում շատ խնդիրներ մնացին։ Խնդիրներ մնացին տեխնիկական, այսպես ասած։ Դրանք տեխնիկական խնդիրներ էին, ինչի փակագծեր չեմ ցանկանա բացել, բայց էմոցիոնալ խնդիրներ չէին մնացել։ Որովհետև դու բաց էիր թողել ու բաց էիր թողել։ Այո։ Ու երևի թե այդ շրջանից հետո ես ավելի հեշտ եմ բաց թողնում եւ հասկանում եմ, որ մի բան ավարտվել է, ինքը ավարտվել է ու պետք չէ դրան այլ առհասարակ անդրադառնալ։ Մինչև այդ Ռոզին աղջիկ էր, որը կարող էր մինչև վերջ նվիրվել, անել գուցե այն, ինչը որ կնոջ դաշտում չէ եւ կնոջ պարտականությունների մեջ չէ։ Այդ դեպքերից է կյանքում, երբ դու հանդիպում ես մի մարդու եւ անում ես մի բան, որը չպիտի աներ եւ որը քո հետ կապ չունի, բայց այնպես էր ստացվել, որ դու սխալվել ես եւ սխալվում են բոլորը։ Եվ դու ընդունում ես քո սխալը։ Դու ասում ես՝ լավ, ես ընդունել եմ ինձ, ես սխալ եմ արել։ Ես պետք է սխալը ուղղեմ։ Հանուն ինձ եւ գուցե հանուն այդ մարդու եւ հանուն կյանքի պետք է սխալը ուղղեմ, անցնեմ առաջ, որովհետեւ սա սխալ էր։ Սա երկու մարդու անհամատեղելիություն էր, սա ինչ որ սխալ որոշում էր կայացրած։ Ես հիմա այլ եմ նվիրվող։ Այդ իմ նվիրվող կամ հավատարիմ տեսակին կամ իմ այդ կանացի բոլոր նրբություններին չի անդրադարձել, հա, այն ինչ որ կինը զգում է եւ կինը ապրում է, երբ ունի զգացմունքներ, միևնույն է ես առ այսօր ապրում եմ, բայց այդ կինը դարձել է ոչ թե կոտրվող, այլ ճկվող, այսինքն իրեն չես կարող կոտրել, ինքը ուղղակի ճկվում է։ Ավելի ամուր է գուցե։ Դու հենց այս հարաբերությունների մասին էիր խոսում, որ այդտեղ նաև երջանիկ ես եղել եւ հրաժեշտ տալուց պետք է դա գիտակցել, թե խոսքը այլ հարաբերությունների մասին էր։
եղել են օրեր, երբ այդ հարաբերությունների մեջ էլ եմ ես երջանիկ եղել, բայց այդ օրերը շատ ավելի կարճ են եղել։ Իհարկե, այլ հարաբերությունների մասին էր խոսքը, որտեղ ես շատ երջանիկ եմ եղել, շատ սիրուն օրեր եմ ունեցել։ Եվ առհասարակ ես ունեմ այսպիսի ոսկե կանոն, որ մաքսիմալը երբ հարաբերություններն ավարտվում են, չավարտվեն վատ, չավարտվեն վիրավորանքներով, իրար ատելով եւ փորձել պահել ընկերական հարաբերություններ ինչ որ sense ջերմություն, որովհետեւ ամեն դեպքում մենք մարդու հետ ընկերություն ենք անում այդ ընթացքում նաեւ տեղակ ենք լինում իրար աշխատանքից, կյանքից, առողջությունից, ամեն ինչից եւ մենք չենք կարող ուղղակի վերցնել այդ ամբողջը, նետել աղբը ու ասել ոչ դու կաս, ոչ քո կյանքի հետ կապված ինֆորմացիան կա եւ ոչ էլ այդ հարաբերություններն են եղել եւ ցանկալի է որ այսպես սիրուն ամեն ինչ ավարտվի եւ եթե հարաբերությունները սիրուն չեն ավարտվում ուրեմն հաստատ դա իմ մեղքով չէ Քո նշանադրության պատմությունը սիրուն չավարտվեց ոչ սիրուն չավարտվեց բայց կարևորը ավարտվեց Խոսեցինք նաև հարաբերությունների մասին որտեղ դու երջանիկ ես եղել Այստեղ ինչն էր խանգարում ու երբեմն մտածում ես թե կա արդյոք մի հարց, որը շարունակաբար ուղեկցում եւ խանգարում է քեզ, թե ամեն անգամ իրավիճակները տարբեր են եւ խնդիրները կրկնվող չեն։ Ես կարծում եմ կան մարդիկ մեր կյանքում, որոնք մեզ հանդիպում են եւ մենք այդ շրջանում պետք է հանդիպենք եւ դա ճակատագրով է որոշված, մենք իրար շատ բան ենք սովորեցնում եւ շատ բան ենք տալիս, բայց ինչ-ինչ պատճառներով մենք չենք կարող միասին ապրել, որովհետեւ Այդ արդեն մի բարդ կոնստրուկցիա է, որը որ շարունակական կյանք չի ունենալու։ Բայց պետք չէ այդ հարաբերություններին վատ նայել, որտեղ կարող է այդ հարաբերությունների մաքսիմալ սիրուն եւ մաքսիմալ կարեւոր ու պիտանի բաներից դու սովորելու քաղել։ Ինչը քեզ տանելու է մի լավ տեղ, ինչը քեզ ձևավորելու է թե որպես կին, թե որպես մարդ ավելի լավը Եվ շատ առումով ավելի հեշտացնելու է հետագայում քո կյանքը։ Այդպես լինում է, մենք երբեք չգիտենք ինչ կլինի, մենք ապահովագրված չենք ոչ մի բանից։ Մենք չունենք այն ապահովագրումը, որ կարող է ինչ որ մեկին սիրում ենք հիմա, կարող է վաղը էլ չսիրենք։ Մենք ապահովագրված չենք դրանց, կարող է եւ այդպես լինել։ Զգացմունքները կարող են նահանջել։ Եվ ամեն ինչ է փոխվում ժամանակի ընթացքի մեջ։ Բայց կա մի բան, որ միշտ ինձ ուղեկցել է եւ գուցե հարաբերությունների մեջ շատ անգամ այդ փաստը խանգարում է այդ իմ շատ ինքնաբավ ուժեղ լինելն է եւ իմ բնավորության նմանատիպ գծերն են որ հնարավոր է շատ անգամ սարսափ են առաջացնում եւ բարձ մի հարց են առաջացնում օրինակ ինչպես ապրել ես մարդու հետ ոնց գտնել այդ ձևը եւ շատ անգամ մարդիկ չեն գտնում Ես չեմ մեղադրում, չեմ ասում, օй, չէ, դու պետք է մնայիր, փորձեիր գտնել, չգիտեմ, պայքարեիր, ավելի ուժեղ լինեիր, ավելի այսպես լինեիր, չէ, ամեն մարդ անում է իր հնարավորությունների սահմաններում։ Եվ եթե քեզ դիմացինի արածը իր հնարավորությունները չի բավարարում, եւ ինքը քո պատկերացած ուժեղը չի կամ ինքը չի դիմանում, կամ դու ես գնում, կամ ինքն է գնում։ Բայց տիպողաբար էլ դա չի լինի։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահն էր, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Տարիների հետ, որոնք մեզ հետապնդում են, հաշտես, թե երբեմն չես էլ ընկալում ինչպես եկան ու գնացին։ Ընդհանրապես չեմ ընկալում, ընդհանրապես չունեմ զգացողություն չրթվեր եւ տարիք ընկալելու, բացարձակ չունեմ։ Ես մի օր կարող եմ լինել 60 տարեկան, մի օր կարող եմ լինել 40, մի օր կարող եմ լինել 30, մի օր 16, մի օր 8 ու այդ բնավորություններն ու զգացողությունները իդեպ ինձ հետ կյանքում միշտ են եղել։ Թե փոքր տարիքում, թե հիմա,
ես բացարձակ թվերին չեմ հավատում, ես չեմ հասկանում տարիքով մարդուն գնահատական տալն ու ընկալելը, տարիքով գնահատական տալ թե իմաստունության հարցում, թե իր մեծանալու եւ ծերանալու հարցում, դրանք ընդհանրապես թվեր են։ Տես, կա մի բան, որը մեզնից ոչ ոք չի կարող խլել, դա մեր հոգեբանական վիճակն է, որովհետև 20-ում կարող է որևէ մեկը 60-ի հոգեբանություն ունենալ եւ հակառակը, բայց երբեմն, երբ օրինակ ֆիզիկական փոփոխություններ են լինում, արտաքին փոփոխություններ են լինում, այսինքն դու չես էլ նկատել, թե ինչպես ես հատել 30-ի սահմանը կամ շուտով կմոտենաս 40-ին, դու դա չես էլ նկատել, բայց հայելին քեզ հուշում է։ Բոլորիս է հուշում։ Այստեղ կռիվներ չեն առաջանում։ Չի կարող կինը դրա հետ կռիվ չունենալ, բացառվում է, հատկապես եթե դու ունես մասնագիտություն, որտեղ քո արտաքինը քո գործիքն է, այդ ավելի է բարդացնում ամեն ինչ, բայց ստրես, ծայրահեղ քայլեր, ինչ որ անկումներ, ճնշվածություն չեմ ունենում, որովհետև փորձում եմ դրա մեջ շատ սիրուն բան տեսնել, շատ սիրուն ու հասկանալ, որ մենք կյանքի ամեն մի շրջանում ուրիշ կերպ ենք սիրուն, ուրիշ կերպ ենք հետաքրքիր եւ այդ երեք կնճիռը գուցե իր այսպես հայերեն չեմ գտնում բառը իզյումին կան ունի, որ դու հիմա չես հասկանում քո համար այդ ընդհանրապես ծալք է, բայց դրա մեջ կարող է մի ուրիշ խորհուրդ լինել, եթե դու այդպես նայես։ Հասկանում ես, որ այո, 10 տարի առաջվա նկարի մեջ ոնց որ ավելի լավ էր, այդպես միշտ մտածում ենք, հա, այստեղ տես ուրիշ եմ, հիմա ուրիշ եմ։ Բայց միևնույն է, ընկճվածության պատճառ դա ինձ համար չի դարձել ոչ մի կերպ։ Իսկ ինչպես ընդունեցիր տարիքային փոփոխությունը արդեն էկրանին, որովհետև մի շատ նուրբ կետ կա, երբ կինը հերոսուհի խաղալուց հետո սկսում է հերոսուհու մայր խաղալ։ Հետաքրքիր է, այս հարցում, այո, մի քիչ մասնագիտական հարցերը ավելի ցավոտ են, որտեվ այո, կա այդպիսի բան, դու հերոսուհի ես ու հետո հերոսուհու մայր։ Ամեն դեպքում դու հասկանում ես, որ դա անխուսափելի է։ Եվ վերջի ես այնքան ինչքան պետք է խաղայի հերոսուհիների, արդեն խաղացել եմ։ Բայց ի ուրախություն ինձ ես ունեմ նաև թատրոնում զբաղվածություն, որտեղ ես առ այսօր դեռ ունեմ եւ ստանում եմ հերոսուհիների առաջարկներ, որոնք 20 քանի տարեկան են։ Եվ գուցե իմ ֆիզիկական տվյալները, գուցե իմ արտաքինը բեմում թույլ է տալիս, որ դու այդ խապկանքը ստեղծես եւ դեռ 20 քանի տարեկան հերոսուհու կարողանաս խաղալ։ Իդեպ քո արտաքինը քեզ թույլ է տալիս նաեւ էկրաններին, սա ուղղակի որպես հաճախոսություն չեմ ասում, իսկապես կարծում եմ, որ քո ֆիզիկական տարիքը եւ քո արտաքինը իրար համահունչ չեն, ու այդ շատ հաճելի է։ Ես շնորհակալ եմ, շատ իրականում ինձ շատ են դրա մասին ասում, որ տարիքս, չենք հավատում բան, այսպեսի բաներ են ասում։ Ինձ շատ հաճելի է լսել եւ ես հուսով եմ դեռ երկար կլսեմ դա։ Երևի հենց այդ պատճառով ես չեմ ունեցել այդ խնդիրը։ Ես երբեմն մտածում եմ նաև գուցե իմ ներքին զգացողությունն է, իմ ինքս ինձ ընկալելու կերպն է, որ նաև ազդում է արտաքինի վրա, որովհետև երբ ես փոքր էի, երբ ես երեխա էի, 40-ամյական էի տատիկ էին դառնում։ Եթե ինձ հիմա ասես դրա մասին, այդ տատիկի երևույթը 39 տարեկանից մի ավելացնում ու եթե հիմա ես պատկերացնեմ ինձ եւ այդ երևույթը ինձ համար դա շատ ծիծաղելի եւ ինչ որ անհասկանալի երևույթ է եւ անհամատեղելի բայց այո երբ ես փոքր էի այդպիսի բան կար այդպիսի ճշմարտություն կար ես հիշում եմ տատիկս կարծես թե 40 էր կամ 41 տարեկան երբ տատիկ դարձավ ու այդ ինձ մոտ շատ մեծ լավ է տպավորվել էլի այսպես ու չեմ պատկերացնում ժամանակները փոխվում են իհարկե հիմա կանայք ուրիշ են ուրիշ կերպ են ապրում ուրիշ կերպ են խնամվում ուրիշ տարիքում են մայրանում հա ամեն ժամանակ թելադրում է իր կանոնները բայց ինձ թվում է կամ մի հատ նաև ներքին զգացողություն երբ դու 16 տարեկան 20 տարեկան աղջիկ է քո ներսը շատ այսպես ասած խլվլում շատ երկար դա նաև գուցե ազդում է քո արտաքինի վրա եւ ինչ որտեղ դու մնում ես դեռ իր ռիթմի մեջ նաև ֆիզիկապես
Այստեղ կա նաև այն գործոնը, որ ժամանակակից իրականության մեջ, երբ կանայք հնարավորություն են ստանում շատ ավելի ռեալիզացվելու, մասնագիտական ճանապարհ անցնելու, ինչ որ առումով դու կարծես չհասցնես էլ ապրել, այսինքն դու չես հասցնում ուղղակի այդ տարիքի հետևից, տարիները գնում են, բայց դու հասկանում ես, որ դու իր հետևից չես հասնում։ Կա այդպիսի ճշմարտություն, որովհետև մենք հիմա այնքան խայտառակ ու խելագար ռիթմի մեջ ենք ապրում, չենք ընկալում, ոչ մի բան չենք ընկալում երբեմն։ Մենք չենք ընկալում, որ ոնց սկսեց, ոնց ավարտվեց, տարին ոնց ավարտվեց, ասում ենք ոնց որ նոր տարին է նորներ, հիմա նորից ենք նոր տարվա պատրաստվում, եւ գուցե այդ խելագար ռիթմն էլ է պատճառը, որ մենք նաեւ ինքներս մեզ չենք կարողանում հետևել եւ այդ ընթացքին, որ ու գուցե դանդաղել է ինչ որտեղ նաեւ այդ process-ը մեր, հա, մեծանալու Ինչ լավ բան կա դրա մեջ, կամ մենք չենք արագացել են, բայց կարծում եմ անելիքները, որոնք որ նախատեսված էին այդ տարիքների համար, ավելի հետ են ընկել, որովհետև մենք շատ ավելի այլ բաներ ենք, չասեմ շատ ավելի շատ, ասեմ շատ ավելի այլ բաներ ենք հասցնում անել այդ տարիքի մեջ, քան նախատեսված էր ժամանակին։ Գուցե։ Ռոզի, իդեպ քո արտաքին տեսքի հետ կապված էլ շատ էքսպերիմենտներ արեցիր եւ վերջին տարիներին կարծես թե այս կերպարի մեջ գտար քեզ։ Ռոզին գտավ իրեն արտաքնապես եւ ներքուստ, թե արտաքինն ու ներքինը իրարից անկախ ճանապարհ էին անցնում։ Ես ինչքան ինձ հիշում եմ, ես անընդհատ եմ էքսպերիմենտներ արել։ Նախ ասեմ, որ իմ այս կարճ ծանրվածքը ես իմ կյանքում առաջին անգամ արել եմ, եւ դեռ դպրոցում էի 8-րդ դասարան, եւ այսպես երկար մազեր ունեի։ Գնացի ու կտրեցի շատ կարճ։ Ու հիշում եմ ծնող կանչեցին, շատ ծիծաղելի էր այս պատմությունը, որտեվ շատ անսպասելի էր։ Ու այդ իմ ըմբոստ բնավորության մասին էր խոսում նաև, այդ իմ ներսում ապրող ինքս ինձ հետ ու աշխարհի հետ կռվող տեսակի։ Իհարկե սիրել եմ միշտ կարճ մազեր, դեռ շատ փոքրուց եմ սիրել։ Հետո արդեն մասնագիտության ընտրության հետ կապված ես սանտետ սիրում եմ էքսպերիմենտներ անել, տարբեր մարդիկ դառնալ, տարբեր բնավորություններ։ Եվ երևի թե այդ է, որ չեմ վախենում էքսպերիմենտներից։ Իսկ կարճ մազերով, որ այսպես, չէ, ես մի քանի ամիս է ինչ այս սանրվածքով եմ կարելի ասել, դեռ տարից չի լրացել։ Չէ, բայց մազերը մի քանի տարի է ինչ կարճացրեցիր, դրանց առաջ ես հիշում եմ, մենք քեզ երկար մազերով տեսել ենք։ Այո, երկար մազերով եղել եմ եւ սևազգեստ կանայքից հետո, այո, կարելի ասել, որ ես ավելի կարճ կարե, ավելի կարճ սանրվածքով եմ արդեն եղել։ Սևազգեստը իմ վերջին երկար մազերն էր, թե էկրանին, թե կյանքում։ Քեզ համար այդ էքսպերիմենտները անելը, ինչպես հասկանում եմ, հեշտ է։ Հեշտ է ու հաճելի։ Ինձ ասես, արի գնանք մազ կտրելու, վազելով կգամ, դա ինձ համար ուրախություն է։ Բայց հիմա սրանից ավելի կարճ պիտի որոշես ճաղատանալ։ Ես ճաղատանալու մասին շատ երկար եմ մտորել եւ դրա մասին շատերը գիտեն, որ մեծ ցանկություն ունեմ։ Իսկապես։ Եվ չգիտեմ, գուցե մի օր իսկապես անեմ։ Չգիտեմ նախագծի համար, թե ինքս ինձ համար, բայց ես կարծում եմ, որ ես դա կանեմ։ Իրականում քո դիմագծերը քեզ թույլ տալիս են այդպիսի էքսպերիմենտ անել, բայց շատ մեծ համարձակություն է պետք, որպեսզի կինը ճաղատանա։ Մենք ունենք դերասանուհիներ, որոնք նախագծերի համար հատկապես ճաղատացել են եւ իրեն գեղեցկուհիներ են։ Ունենք ու դա այդ համարձակությունը իրականում հիացնում է, բայց կնոջ համար ստրես է, այո, կնոջ համար ստրես է, երբ իր մազերին են կպնում։ Ես հետ ունեմ, ես դա գիտեմ իմ տան օրինակով եւ մայրիկս եւ քույրիկս, այդպես քույրիկս հատկապես չի սիրում մազերը կտրել եւ ստրես է, որ մազը կարճանում է կամ ինչ-որ մազի հետ կտրուկ էքսպերիմենտ են անում։ Ես այդ բնավորության հակառակ կողմն եմ, ես ցանկացած էքսպերիմենտ եմ սիրում, ցանկացած։ Ճաղատանալու մասին ինչ ես մտածում, զուտ կարծում ես, որ այդ շատ գեղեցիկ կլինի, թե դա եւս մեկ փորձ է, որը քեզ հաճույքը կպատճառի այդ րոպեին։ Ես նախ կարծում եմ, որ եթե սազում է, ճաղատ կանեք շատ գեղեցիկ է։ Դու կարողանում ես այդ գեղեցկությունը ամբողջությամբ տեսնել եւ դրանում համոզվել, որտեղ մազը շատ անգամ մեզ խափում է։ Իսկ այդպես դու չունես այդ խափելու հնարավորություն եւ դու տեսնում ես այդ իրական գեղեցկությունը իր այսպես մերկացրած, հա, այսպես ասենք։ Երկրորդը, չգիտեմ, գուցե ես ինքս ավելի կարճ սանրվածքի սիրահար եմ եղել միշտ եւ դա ինձ համար տարօրինակ է, բայց ինձ համար կանայք ավելի կանացի են այդպես, քան երկար վարսերով եւ չեմ կարող այդ բացատրել ոնց եմ ես դա տեսնում, բայց միշտ մտածել եմ, որ
կարճ սանրվածքով դու ավելի կանացի ես լինում, դու ավելի կանացի ես հագնվում, դու քո կանացիությունը ավելի է ընդգծվում, քո նրբությունն ավելի է ընդգծվում, քան երկար մազերի դեպքում։ Երբ օրինակ դու պատրաստ ես ճաղատանալու, դու քեզ այդպես տեսնում ես, ես ենթադրում եմ, որ որպես կին դու ունես այդ ինքնավստահությունը եւ հայելու մեջ քեզ այդքան սիրում ես, որ մազով թողարկելու որևէ նկրտում չունես։ Գուցե դրա մեջ կա ինչ-որ խորը ճշմարտություն ինքդ քեզ շատ սիրելու եւ ասելու, որ ինչպիսին է լինեմ ինձ համար ես սիրուն եմ։ Գուցե դա էլ կապ ունի, բայց ամեն դեպքում, չգիտեմ, ես սա կապում եմ ամեն դեպքում էսթետիկ ճաշակի հետ։ Ոչ այնքան բնավորությամբ, թեև սա բնավորություն էլ է, բայց ոչ այնքան բնավորության, ինչքան էսթետիկ ճաշակի։ Ես նաև սիրում եմ շատ անգամ ինչ-որ տղամարդու հագուստ կրել եւ մտածում եմ, որ կինը տղամարդու հագուստի մեջ ավելի կանացի է, որտեվ ինչքան դու փխրուն ես, ինչքան դու նուրբ ես եւ ինչքան դու արտաքին կոպիտ եւ քեզ կոնտրաստ բաներ ես կիրառում, այնքան քո կանացիությունն ավելի է ընդգծվում։ Ինձ թվում է այս գուցե կողքից թվա, որ ես շատ ավելի ինչ-որ տղամարդու սթայլի սիրահար եմ, բայց սա հակառակն է, սա ավելի կանացիությունը ընդգծելու եւ ինքս իմ ներսում շատ խայտառակ կանացի լինելու ինչ-որ մի բնավորություն է։ Ի վերջո դա նաև տեսակի հարց է, որովհետև դու կարողանում ես դրա մեջ չկորցնել քո կանացիությունը, կան մարդիկ, ովքեր կան կանայք, ովքեր զգեստով էլ կանացի չեն, իսկ դու նույնիսկ կարող ես հագնվես տղամարդկանց զգեստապահարանից, բայց միևնույն է այդ կանացիությունը քո մեջ կա։ Իդեպ այդ հատկանիշը, որը քեզ հետ ծնվում է, թե ձևավորվում է քո մեջ։ Ինձ թվում է ձևավորվել է։ Չգիտեմ։ Արտաքին ազդեցությամբ թե քո։ Կարծում եմ ավելի շատ արտաքին, իմ շատ կանացիության էլեմենտների վրա ներազդել է քույրս, ինքը շատ կանացի է, խայտառակ կանացի, ու մենք շատ հակառակ բնավորություններ ու տեսակներ ունենք, ես ավելի շատ սիրում եմ այդպես տղայի շորեր հագնել, տղաների հետ խաղալ, գնդակ խաղալ, այսպես անել ավելի բան է հատկություններ ունենալ, որ ավելի շատ տղա երեխան ուներ եւ ավելի կոպիտ կողմեր ունեմ, նաեւ հագնվելու հարցում, այդպես նախընտրում էի ավելի հարմար բաներ։ Իսկ ինքը մաքսիմալ կանացիության էլեմենտներ է սովորեցրել ինձ եւ շատ է ներազդել, թեև իր այսպես ասած սանդղակին դեռ չեմ հասել, բայց ամեն դեպքում արտաքին ազդեցությունը իհարկե կապ ունի։ Կապ ունեն նաև չեմ կարող խաբել նաև դասախոսներս, կանայք, ում ես ինչ-ինչ տարիքում հանդիպել եմ եւ իրենք ինձ վրա տպավորություն են թողել իրենց կանացիությամբ։ Երբ ես Երգի պետական թատրոնում էի սովորում ջազ վոկալ բաժնում, ինձ դասավանդում էր Նաիռան Գյուրջինյան։ Եվ ինքը այն կանացից մեկն է, որ այդ նման ազդեցություն է ունեցել, կանացիության մարմնացում է եւ շատ մեծ ազդեցություններ ունենում մեզ վրա, ինձ վրա հատկապես եւ կարելի ասել եւ իրենից եմ սովորել։ Հետագայում նաեւ գուցե արդեն ավագ գոլեգաներից, որոնց նկարահանման հրապարակում եմ տեսել, շատերը կան, որոնք որ այդպես հենց կանացիության էտալոններ են եւ իրենցից էլ է սովորում։ Ռոզի, բայց իմ հարցը մնաց, գիտես, մենք հարցի մի կողմի մասին խոսեցինք, մյուս կողմի մասին չխոսեցինք։ Դու հաշտ ես քո արտաքին կերպարի հետ եւ միշտ հաշտ ես եղել, թե ինչ որ շրջանում կռիվներ ունեցել ես։ Բոլորս կարծում եմ մի շրջան է լինում, երբ չենք համակերպվում մեզ հետ։ Ինձ հետ մի հատ շրջան եղավ, շատ բարդ շրջան սկսեց, երբ ես առաջին անգամ ինքսինց տեսա մեծ էկրանին։ Ինձ թվում էր ես ավելի վատ բան կյանքիս մեջ չեմ տեսել եւ ավելի տգեղ մեկին։ Ինձ մոտ գիտես ինչ ստրես էր եւ դա բնականաբար այդ խայտարակ ստրեսը դու կյանքում առաջին անգամ քեզ տեսնում ես մեծ էկրանին, որտեղ շատ մեծ քանակությամբ մարդիկ քեզ հետ նստած են նույն սրահում նայում են այս բային քեզ դու խոշոր պլանով ես այդ մեռնելու պես մի բան է արյունը ծառում է երակներում դու մտածում ես որ Աստված իմ ես այնքան տգեղ եմ որ ասելու չէ եւ դրանից հետո գալիս են այսպես ինչ որ բզիկներ որ դու ասում ես գուցե քիթս փոխեմ չէ գուցե աչքս փոխեմ ունքս փոխեմ մազս փոխեմ այտս փոխեմ
բայց ես այդ շրջանը այսպես պայթեցի ու անցա, շրջանցեցի շատ արագ, որովհետև հասկացա, որ ես մի հատ ուրիշ ծայրահեղության մեջ եմ ընկնելու եւ իմ գիտակցությունն ինձ փրկեց։ Գուցե ես ինչ որ միջամտություններ շատ արած լինեի այդ շրջանում, եթե հանկարծ մնայի դրա մեջ։ Ամեն դեպքում ժամանակակից միջամտություններից օգտվում ես երիտասարդ սիրուն տեսքը պահպանելու համար, թե չէ։ Չէ, ես կարող եմ ասել, որ ես շատ քիչ միջամտություն ունեմ, որոնք իրականում գրվում են միայն բացառապես որպես խնամք եւ ուրիշ ոչինչ, այդ էլ շատ քիչ քանակությամբ, ոչ մի այսպես նորացված եւ նորաձև նման ինչ որ բան շտկել, բարձրացնել, իջեցնել, փոխել նման բաների չեմ դիմում, որովհետեւ երևի հաշտ եմ ինքսինց հետ, երևի ինձ սիրում եմ, սենց երևի ընկալում եմ ու հասկանում եմ, որ պետք չի եւ նախ կարելի է անել բաներ, բայց դեռ գուցե եւ վաղ է դրա համար, կարելի է ուրիշ կերպ պայքարել այդ ամեն ինչի դեմ, շատ ավելի բնական ճանապարհներ, անդադ բնական ճանապարհներ եմ փորձում, անդադ քննարկում եմ տարբեր մասնագետների հետ, փորձում եմ ինչ-որ, չգիտեմ, տարբեր մեթոդներ, իսկ գուցե կա ելքեր, որ չանցնես այնպիսի մեթոդի, որը որ մեկ էլ հոպ ու կարող է քեզ վերածել ուրիշ մարդու։ Ինձ համար դրանից ավելի սարսափելի բան չկա, որ ես կարող եմ արտաքինս մեկ էլ այնպես փոխվի, որ ես ուրիշ մարդ դառնամ։ Թատրոնում դերերի մասին։ Այստեղ գունապնակը այլ է եւ այստեղ խաղալու կերպն էլ, հա, ինչ որ առումով այլ է։ Երբեմն մեզ թվում է դերասան է, այդ բոլորը մի աշխարհ են, բայց իրականում թատրոնը ուրիշ աշխարհ է, կինոն ուրիշ աշխարհ է, հեռուստատեսությունը ուրիշ աշխարհ է։ Այս աշխարհների մեջ որտեղ է Ռոզին, հենց Ռոզին ամենաշատը։ Թատրոնում։ Կարող է ոչինչ չլինի աշխարհում, բայց թատրոնը պիտի լինի։ Եվ սա ասում է մարդ, որը ժամանակին փոշմանել էր, որ թատրոնում դեր է ստացել։ Եղել են տենց օրեր, բայց հիմա ես կյանքս չեմ պատկերացնում առանց թատրոնի եւ ես երբեմն ասում եմ, որ ինձ մոտ տպավորություն է, որ ես ապրում եմ հենց այդ ժամանակից 2 ժամը, որ բեմում եմ։ Իսկ մնացած ժամանակները ես ստեղծում եմ պայմաններ, որ ապրեմ այդ 2 ժամը, որ բեմում եմ։ Եվ ամբողջը ծառայում է հենց դրան, որովհետև այնտեղ ես ինձ այնքան իսկական, այնքան լիարժեք եմ զգում, այնքան երջանիկ եմ, եւ դա երջանկության մի տարօրինակ տեսակ է, որ կյանքում չեմ ունենում բեմից դուրս կուլիսներում։ Իսկ առաջին պահին, երբ առաջին անգամ պիտի բեմ բարձրանայր ու սարսափելի վախ ունեիր, նույնիսկ հենց այդ պահին, հա, ափսոսում էիր, որ ստանձնել ես այդ պարտականությունը, դա իրական ժամանակում խաղի վախն էր, թե գուցե քեզ չարդարացնելու, գուցե ինչ որ առումով թատրոնը շատ ավելի անմիջական է, ինչ որ առումով դերասանը ոչ ուղիղ իմաստով, բայց մերկանում է իր հանդիսատեսի առաջ։ Այդ վախն էր բացվելու հանդիսատեսի առաջ։ Այդ վախը իրականում շատ երկար է մնում, ցանկացած առաջնախաղերից առաջ, օրինակ միևնույն դու այդ լարվածություն ունենում ես, որովհետև նոր նյութ ես հանձնում մարդկանց դատին, բայց երբ դու այդ ամեն ինչի հետ մեկտեղ մի հատ էլ առաջին անգամ մեծ բեմում ներկայանում ես որպես դերասանուհի, այդ սարսափելի մի բան է, այդ սրտի կանգ, կարծես թե սրտի կանգ ունենաս եւ միլիոն բան ես մտածում, որ չես հաջողի, որ քեզ չեն հավանի, որ դու սխալ ընտրություն ես արել, որ սա խայտարակ վատ միտք էր, որ դու ամաչում ես, դու վերջը ամաչում ես։ Մենք դերասաններս, ինչպես բոլոր մարդիկ, ունենք այդ հատկությունը ամաչելու։ Ես առավել եւս, ես շատ ամաչկոտ մարդ եմ իմ բնավորությամբ, շատ, ինչը գուցե ընդհանրապես չի կապակցվում իմ ընտրած մասնագիտության հետ։ Գուցե այդպես չթվա կողքից եւ շատ բան վերահսկելի է հիմա իմ կողմից, բայց ամեն դեպքում այդ տարիքում, երբ դու առաջին անգամ բարձրանում ես բեմ, այդ բոլոր զգացողությունները խառնվում են իրար հետ։ Այդ պահին ես եթե հիմա հիշում եմ ու ես հիշում եմ, որ այդ պահին ուզում էի մեռնել, ուրիշ ոչ բան չէի ուզում, ասում էի Իրանի մեռնեմ, բայց վարակույրը չբացվի, ես այդ process-ը չտեսնեմ։ Հետո բայց էլ այդ զգացողությունը չես ունեցել, չէ՞, դա միայն առաջինի ժամանակ է։ Հետո, չէ, հետո այդ ծայրահեղ զգացողությունը չեմ ունեցել, բայց իհարկե հիմա այլ բոլոր առաջնախաղերից առաջ սիրտս դուրս է գալիս, այսպես
սրտից զարկերը ես լսում եմ ականջով այդ կարգի։ Ռոզի- Բայց դա այդ հաճելի զգացողություն է շատ։ Թատրոնը շատ սիրուն աշխարհ է ու դերասանը, որը անցել է այդ բովով, ամեն դեպքում ես հասկանում եմ, որ դերասանները թատրոնը շատ սիրում են, բայց օրինակ ես վերջերս շատ հաճախ եմ թատրոնի բեմում դիտում ներկայացումներ, որոնք ոչ թե վերամբարձ ձևով եմ ասում, օй չեն սազում թատրոնին, այլ իսկապես գոնե թատրոն գնալիս դու պիտի որոշակի բովանդակություն ստանաս։ Ոչ մի բանի մասին են այդ ներկայացումները։ Դու հիմա երբեմն նկատում ես, որ կոմերցիոն ներկայացումները թատրոնն են ուտում։ Այդ չի խանգարում։ Կոմերցիոն ներկայացումները լինելու են, եղել են ու լինելու են միշտ։ Գալու է մի շրջան, հույս ունեմ, կոմերցիոն ներկայացումներն էլ են իրենց որակը սկսելու փոխել։ Միևնույն է, ամեն ինչ որպեսզի ինքը մնա հարթակում, պետք է աճ ունենա, պետք է լավանա, պետք է զարգանա, պետք է լավ պրոդուկտ տա եւ դրանք էլ են տալու ու ժամանակի ընթացքում փոխելու են, բայց մնալու են։ Եվ թատրոնի դեպքում հանդիսատեսը ունի այլընտրանք, ինքը կարող է գնալ ամեն դեպքում լավ ներկայացում։ Կարող է լավ ներկայացման տոմս գնել եւ գնալ պետական թատրոնում դիմել ներկայացում, որը ունի ասելիք, որը ունի էսթետիկա, որը խորքային է։ Այս բարագայում էլ մարդը գնում է, ժամանակ է ծախսում եւ հիասթափված դուրս է գալիս։ Բայց հիմա կան ամեն դեպքում թրեյլերներ, որից հասկանալի է դառնում, թե ինքը ինչ է դիտելու։ Եվ եթե մարդը գնում է նմանատիպ ներկայացում, դա գուցե նաեւ իր ընտրությունն է։ Դու որպես դերասանուհի, որը ուներ որակական շատ պահանջներ եւ տես կար ժամանակ, երբ դու սերիալներից էլ ինչ որ առումով հրաժարվել էիր, որովհետեւ որակական որոշակի պահանջներ ունեիր։ Երբեմն բախվել ես խնդրի, երբ հասկացել ես, որ դու թատրոնում պարտվեցիր որակի առումով։ Այսինքն խաղացել ես ներկայացման մեջ, որը այդ ստանդարտները չի բավարարում։ Չեմ կարողանում հիմա հիշել, բայց գուցե եւ եղած լինի։ Բայց հիմա չեմ կարողանում հիշել, որ այդպես ասեմ, այո, այս իմ պատկերացումներին, այո, իմ սիրած թատրոնի տեսակին, այո, որովհետև ես մի քիչ ուրիշ պատկերացում ունեմ թատրոնի եւ թատրոնի որակի մասին եւ սա գալիս է եւս իմ կրթությունից, եւս իմ վարպետից, որը մեծ էսթետ էր եւ մեզ թե թատրոնի հանդեպ սերն էր սովորեցնում եւ թե սովորեցնում էր, թե ինչ աչքերով պետք է նայել թատրոնին եւ թատրոնը ինչպիսին պետք է լինի ու ինչ ճաշակ ու ինչ միտք ու գաղափար պետք է թելադրի, որովհետեւ թելադրողը եւ կրթողը թատրոնն է։ Այո, այս ամբողջը կրելով հանդերձ ես իմ կյանքում եղել են ներկայացումներ, բացարձակ չեն համապատասխանում իմ էսթետիկային եւ իմ ճաշակին, բայց ես դրա հետ զուգահեռ փորձել եմ ունենամ նաեւ ներկայացումներ, որոնք այդ բավարարում են եւ փորձել եմ այդ բալանսավորեմ, որովհետեւ մենք էլի ինչպես հեռուստասերիալի դեպքում, ինչպես TV նախագծերի դեպքում ունենում ենք ընտրություն անելու կոմերցիոն աշխատանքներ, որտեղ որ այստեղ ֆինանսը մի փոքր ավելի բարենպաստ է, քան այնտեղ եւ այո, դու դա պետք է անես, ելնելով նաեւ այդ փաստից։ Եթե ենթադրենք հեռուստատեսային նախագծերում, երբ մարդիկ նկարահանվում են նաեւ ինչ-ինչ բաների հետ համաձայն չլինելով, օրինակ ես սովորաբար մարդկանց ասում եմ, դե ի վերջո դուք չեք պահում այդ մարդու ընտանիքը, մարդը պիտի իր մասնագիտությամբ կարողանա նաև պահել իր ընտանիքը, բայց թատերական ներկայացումներում, եթե չեմ սխալվում, ամեն դեպքում այդ բարձր հոնորարները չեն։ Այս դեպքում ի՞նչն է մոտիվացիան ներգրավված լինելու մի նախագծում, որը քո էսթետիկական ճաշակը չի բավարարում։ Թե կան ներկայացումներ, որոնք ամեն դեպքում բարձր են վարձատրվում։ Կան ներկայացումներ, որոնք իսկապես բարձր են վարձատրվում եւ կան ներկայացումներ, որ կարող է ներկայացում էսթետիկ առումով այն չլինի, բայց դերդ լավը լինի։ Դու ասենք համաձայնես զուտ դերի համար, դու համաձայնես հոնորարի համար, դու համաձայնես շատ մենք երբեմն տարբեր պատճառներով ենք համաձայնում։ Իսկ լինում է, երբ համաձայնում ես ու մի փոքր ուշ ես հասկանում, որ պիտի չհամաձայներ, բայց արդեն ուշ է։ Չեմ ունեցել նման դեպք։ Իմ կյանքում հակառակի պես եղել են նախագծեր, որոնք ես ասել եմ, ինտուիտիվ զգացել եմ, որ պետք է մի անգամից հրաժարվեմ, ասել եմ, լավ բան դուրս չի գալու, կամ ինչ որ պատճառներով այդ պահին հրաժարվել եմ, կամ նենց է գնացել, որ պետք լավ է եղել, որ ստիպված եմ եղել հրաժարվել,
ու հետո հասկացել եմ, որ այսինչ լավ բան եղավ, որ ես այդ նախագծում չհայտնվեցի։ Վերջին մի տարվա մեջ այդպիսի 2 նախագիծ է եղել։ Այստեղ իմ ինտուիցիան է գալիս ինձ փրկելու, այդքան մասնագիտական աչքը չի, մասնագիտական հոտառությունը չի, ինչքան պարզ մարդկային ինտուիցիան է։ Մենք երբեմն ընտրում ենք ինչ-որ նախագծում լինել, որովհետև կարող է շատ էմոցիոնալ պատճառներով ընտրենք։ Օրինակ, տրուպան, որ հավաքվում է, ընկերներ ենք եւ ինչ որ ուզում ենք իրար հետ նոր բան անել եւ ուզում ենք, մտածում ենք, որ լավ բան ենք անում, հա։ Այսպես է, կամ, չգիտեմ, ես օրինակ, ես շատ եմ սիրում լավ գոլեգայի հետ խաղալ եւ կարող է ինձ ասեն, գիտես, այս X մարդն է խաղալու, ես ասեմ, ինչ լավ է, եթե ինքը խաղալու է, ես կխաղամ, որտեվ ինքը լավն է։ Այսինքն ոչ միայն ես, շատերն են այս պատճառներով առաջնորդվում նաեւ։ Այդ, չգիտեմ, նոր մոտիվացիա է իրանց համար, մտածում են, որ իրար հետ որակյալ մի բան կանեն, կամ մարդկային սիմպաթիա է, կամ շատ սիրում են իրար որպես մասնագետ։ Եվ մենք նմանատիպ պատճառներով նաև կամ նույն ռեժիսորը կարող է ասել, գիտես, հա, հասկանում եմ, որ սա, ասենք, վաու ներկայացում չի, բայց մեզանից սենց բան են ուզել, եկեք փորձենք սա անել։ Եվ դու շատ սիրում ես այդ X մարդուն, X ռեժիսորին եւ ասում ես, լավ, ես քո հրավերը չեմ մերժի։ Բայց դու շատ լավ հասկանում ես, որ գուցե եւ իր, եւ քո ճաշակին, եւ քո պատկերացած թատրոնին դա չի համապատասխանում։ Ռոզի, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Դե ինչ, հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։